Ստաֆի հետ աշխատանքը ամենադժվարն է, ամենադժվար people management-ը երևի թե մեր ոլորտում ամենադժվար։ Մարդիկ երեխեքից ընտանիքի ժամանակը կտրում են, նվիրում են բիզնեսին ու դրա անունը դնում են, որ մենք դե բիզնես ենք հաջողակ բիզնես ենք սարքում։ Բիզնեսը դա մի հատ ամեն դեպքում մի հատ խորթուբորդ ճահճոտ տարածքով։ Կյանքում ամենակարևոր բաները ոչ աչքով ես տեսնում, ոչ ականջով ես լսում, դա ներսով ես զգում։ Քեզ թվում է որ դու չես կարող, բայց հետո քայլելուց ասում ես չես կարող, մեկ էլ ասում ես չէ, պետք է։ Մեր մեջ բոլորիս մեջ մի հատ ուժ կա, որը բացվում է, երբ որ մենք այդ սխրանքն ենք գործում։ Հա, ով ուզում է սեղի, սարը վերջի խոսքը մի լարը։ Մարդը պետք է մի բանով զբաղվի ու դրանում լինի պրոֆեսիոնալ, հետ սովետական էս մոդելը, հա, մտածելակերպի, այդ միֆ է։ Մեզ միշտ թվում է որ ամենապրոֆեսիոնալ մարդիկ չեն սխալվում, բայց չէ, դες չէ։ Ընկերներ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր, գործարար, ում հետ անverջ կարելի է խոսալ, ում հետ կարելի է խոսալ սարերից, ալպինիզմից, կյանքից, բիզնեսից, մի խոսքով թեմաների ընտրությունը այնքան մեծ է, որ այսօր մենք փորձենք տեղավորենք ժամ ու կեսվա մեջ ու կարծում եմ մեծ բավականություն կստանաք մեր այսօրվա ոդկասթից, բայց մինչև իմ հյուրին ներկայացնել, ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին։ Մեր գործընկերը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր ոդկասթները, եւ եթե կունենաք անհրաժեշտություն ձեր բիզնեսի համար նկարել ոդկասթներ, անել վիդեո կամ ֆոտո production, ապա կարող եք վստահորեն դիմել Spin Production ընկերությանը։ Դե իմ հյուրն է շատ հետաքրքիր մարդ, գործարար, լավ ընկեր, Club Capital-ի անդամ, իմ կողմից շատ հարգված մարդ Արտաշես Մկրտչյանը, ով Vecto ընկերության սեփականատերն է, իսկ թե Vecto-ն ինչով է զբաղվում, պրիվետ Արտաշես ջան։ Ողջույն Գրիգոր ջան, մերսի հրավերի համար, շատ ուրախ եմ հրաշալի ոդկասթի տաղավարը։ Այսօր ունենանք հետաքրքիր զրույց եւ փորձենք իրար հասկանալ, ինձ էլ նաեւ հետաքրքիր է Club Capital-ը, նաեւ քո բիզնեսներն է հետաքրքիր, դու ոնց ես մտածում, ինձ թվում է այդ երկու ստեկ շփումները երկու բիզնեսմենների մեջ կամ գործարարների մեջ միշտ դեպի դրականն են, էլի տանում։ Այո։ Հոնեսօր ակնկալում եմ լավ հետաքրքիր զրույց։ Դե առաջի հարցը տա, նայ, միշտ իմ հյուրերը ունեն մեծ փորձ բիզնեսում, բայց եթերային փորձ համարյա չեն ունենում։ Հյուրեր ունեմ, ովքեր առաջին անգամ են լինում։ Դու առաջին իմ հյուրն ես, ու մոտ փորձը գերակշռմա հակառակ կողմով, այսինքն դու ավելի շատ փորձ ունես եթերի, մի քիչ պատմի այդ փորձիդ մասին, համար էդի հայտնություն է, էլի։ Լսի, это вора ռուսերեն ասում են, это было давно и неправда, բայց իրականում դա правда է, էլի։ Իմ մոտ կյանքը տես մոտավորապես կարելի ասել 3 սեգմենտներից է բաղկացած եղել, դե ամենաառաջի սեկցիան կարելի ասել այդ 98-ից մինչև 2009 թվականները ես փաստորեն համարյա 10 տարի աշխատել եմ ռադիո ինդուստրիայում, այնտեղ FM ռադիոկաններ, ռադիոկաններ, ուղղակի զուգարեժիսորից, զուգօպերատորից, հետո մինչև ծրագրերի տնօրեն, դառա երաժշտական տնօրեն, պրոդյուսեր դառա, իմ հաղորդումներ ունեի, DJ դառա, գովազդներ էի սարքում ու ընդհանուր առմամբ միկրոֆոնի հետ վախ, միկրոֆոնը լրիվ ընկեր է, հա լրիվ ընկեր է, ու նույնիսկ գործընկեր է, ու անցակից է իմ համար, էլի։ Այդ առումով ոնց որ այդ փորձը կա, մի քիչ պահպանվել է։ Ես ասեմ քո ձենը որտեղից է ինձ ծանոթ, որովհետև շատ հարազատ ծանոթ տեմբր կա ձենից մեջ։ Պաստորեն 10 տարի շարունակ, հա, մենք դա լսել ենք։ Ես ասեմ, հա շատ գովազդներ եմ կարդացել ժամանակին, հիմա շատ քիչ, կամ հիմա նույնիսկ ես վերջի մի քանի տարին չեմ կարդում, էլ բայց առաջ այնպես սիտուացիա էր, որ նույնիսկ մեքենայում երբ որ ես ռադիո լսելուց բան կամ հեռուստատեսությամբ, ասենք երեխեքը սատասում են, վայ պապան։ Դա ես չեմ երևում, բայց ձայնից լրիվ լսում են։ Մի հատ հետաքրքիր բան պատմեմ, մի հատ գովազդ էր, ընկերներից մեկը նույնիսկ գիշեր ժամը 12-ին զանգեց, մեկն էր նույնիսկ չխայնացած էր, ասում է, դա չես թողնում կինո նայենք էլի, ասենք չգիտեմ ինչ որ մի հատ ֆիլմ զեյմում կամ չգիտեմ որտեղ ինչ որ մի հատ կինո էր, անընդհատ իմ ձայնով գովազդ ասեմ, գովազդ ջղայնացել էր ու ինձ էր զանգել, ոչ թե գովազդը, դա բարձր է, դա կատակով էր իհարկե, բայց հետաքրքիր դες պատմություններ այդ առումով եղել են, դա իմ կյանքի առաջին ոնց որ էտապն էր, մեդիա աշխարհը, ասենց անունը դրենք էլի։ Ու շատ հետաքրքիր տեմբր ունի ձայնը, դու ինքը շատ լսելի է, շատ համոզիչ է։ Ինքը դրած է։ Հա, աշխատել եք։ Հա, դե տարիների, հա, ինքը աշխատվում է։ Տենց միանգամից չի լինում, էլի։ Հասկացա։
Բայց հետաքրքիր շրջան էր, որը հիմա չգիտեմ, այս պահին ինձ օգուտ ինչքանով է տալի, բայց ասում են կարող է եւ ձայնը ընդհանուր բանակցություններում եւ հա ինչ որ քննարկումներում ձայնը որոշակի երևի տոկոս ազդեցություն ունի։ Իհարկե, մի շերտ էլ կա, ձայնի հետևը որ ես տեսնում եմ, դա շատ բնական առողջ արտիստիզմն է։ Այդ արտիստիզմը ինքը խարիզմայի ու էներգիայի շատ հետաքրքիր բան ունի, ելք է ապահովում ու ինքը շատ կայֆ բան է։ Այսինքն որ մարդը բնականից արտիստիկ է խոսում, ինքը շատ ուտվող է։ Լսի, ինձ թվում է դե լույս գործարարել պետք է մի քիչ Excel իմանա, չէ՞, ասենք, կամ հաշվարկներ տվել։ Ինձ թվում է Excel-ինձ ավելի քիչ բան է տվել, Excel-ի գիտելիքներ ավելի քիչ բան են տվել, քան թե օրինակ միգուցե այդ մեդիական միդիի այդ անցյալը։ Դու կրթությամբ ծրագրավորող եմ։ Հա։ Փաստորեն ծրագրավորող եմ, սովորել եմ, բայց լրիվ ուրիշ ուղղությամբ եմ գնացել, բայց փաստորեն պատմության անիվը ինձ էլի բերեց ծրագրավորման մեջ։ Արդեն ֆիքսում ենք այս կտորը, մի կտոր Արտաշես Մկրտչյան, ով մոտ 10 տարի զբաղվել է պրոդյուսինգով, ռադիո, մեդիա, երաժշտություն, խմբեր, ռոք, մետալ, Այս պահում ենք, ես մեր պոդքասթի վերջում բերելու եմ այս փազլները ամբողջացնեմ ու շատ հետաքրքիր հետևություն եմ այսօր ուզում մենք անենք, բայց այդ կանենք վերջում։ Շատ լավ։ Այս ֆիքսեցինք։ Հետո կարևոր է այդ puzzle-ից վերջում գոնե դից շատ տգեղ բան չստանա։ Չէ, մի հատ շեքեր բան ենք ստանալու։ Ուտվող լինի էլի։ Եվ ուտվող գեղեցիկ բան ենք ստանալու եւ մի հատ շատ մեծ կարծրատիպ փոխելու ենք։ Բայց դա վերջում պատկաստի, պահենք ինտրիգ։ Agree։ Դե եկանք բիզնես։ Քանի տարի է կա բիզնեսը ու ինչով եք զբաղվում։ Բիզնեսը կա 10 տարի, հենց 2016 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես ոնց որ ասած բիզնեսը եղավ։ Դե այդ պաշտոնապեսն էլ երբ որ դոմեյն ես գրանցում, անունը ոնց որ ասած արդեն գրանցում ես, այդ պայծից սկսում ես համարել բիզնես, բայց դե մինչև էդ էլ բիզնեսը կար։ Vecto Digital-ը մեր ընկերության անունը, ես հիմնադիրն եմ, տնօրենն եմ։ Ինչ ենք մենք անում։ Մենք ամբողջ ցիկլի ծրագրավորման ընկերություն ենք։ Այսինքն մեր մոտ գալիս են թե ստարտափները եւ թե բիզնեսները իրենց բիզնեսի կամ բիզնեսների կամ ստարտափների digital transformation-ի համար։ Այսինքն մենք տրանսֆորմացնում ենք իդեաները դեպի թվային պրոդուկտներ։ Այդ O2O մոդելն է, offline to online, այսինքն անպայման չի կարող է իդեան ուղղակի հենց on-line էլ ծնված լինի, օրինակ ստարտափը, որը չունի offline ներկայացուցություն կամ չպետք է ունենա ինքը։ Օրինակ չգիտեմ, դա կարող է լինի, ասենք ինչ որ մի հատ three-sided business կամ ինչ որ մի ստարտափի idea, ուղղակի digital ստարտափի idea։ Մենք նույնիսկ այդպես մոտեցում ունենք մարքեթինգային, ասում ենք ճմրթած թղթի վրա սևագիր գրած խզբզոցը, մենք այդ ճմրթած թղթից դարձնում ենք մի հատ լրիվ sense թվային shape արած, polish արած, աշխատող ճիշտ UX-ով, ճիշտ UI-ով, ճիշտ product visionary-ով եւ իհարկե ճիշտ տեխնոլոգիաներ կիրառված, ստաբիլ ծրագրային ապահովման, հա, կամ app-երի, web app լինի դա, mobile app լինի, CRM-ներ լինեն կամ ինտեգրացիաներ եւ այլն եւ այլն։ Սա ստարտափների գիծն է։ Այսինքն երբ որ մեր մոտ գալիս են, ասում մենք ոչ մի չունենք, բիզնեսը ծնվում է այս թղթիկով։ Դա մի ուղղություն է։ Երկրորդ ուղղությունն է, որ գոյություն ունեցող ընկերությունները, որոնք կարող լինեն offline, online եւ այլն, էական չգիտեմ, խանութ օրինակի համար կամ ինչ որ այլ մեծ ընկերություն է, food industry-ում օրինակ կամ հորեկայում, հա, եւ ասում եմ մենք ուզում ենք դիջիտալիզացնենք մեր բիզնեսը, ոնց է դա արվում, վեբ կայքի միջոցով, եթե դեռ չունեն, ապա նորնասարկվում, եթե ունեն, բայց վատնա, ապա դա polish արվում կամ reskin արվում, revamp արվում, կամ mobile app չունեն, հա, կամ ինտեգրացիոն խնդիր ունեն, օրինակ չգիտեմ, հյուրանոցային համալիրը պետք է ինչ-որ տենց ինտեգրացիաներ անել, կամ travel business-ը պետք է էլի ինտեգրացիան անել, չգիտեմ, Amadeus-ից սկսած մինչև ասենք booking.com եւ այլն եւ այլն։ Եվ մենք այդ ամեն ինչը պատրաստում ենք եւ հանձնում ենք մեր պատվիրատուին եւ եթե իրենք ցանկանում են մենք նաեւ տեխնիկական հետագա սպասարկումով ենք զբաղվում եւ եթե նույնիսկ ցանկանում են իր մարքեթինգային առաջխաղացմամբ ենք զբաղվում, դա նոր ոլորտ է մեր համար, այս 1 տարին է մարքեթինգի բաժինը մեր մոտ, search engine օպտիմիզացիա եւ social media marketing, PPC գովազդ եւ այլն եւ այլն։ Ընտիր։ Մի հարց, հա, մենք երբ որ խոսում ենք թվայնացումից, կայքը դա
Այն ամենա մինիմալն է, որ ընկերությունը պետքա ներկայացված նույնիսկ mobile app ունենալու դեպքում գոնե թեթև լենդինգ պետքա ունենա։ Հա, օքեյ։ Ինչ որ մի բան։ Բայց ես գիտեմ, ձեր արած գործը շատ ավելի խորն ու մեծ է։ Օրինակ, ես ունեմ ռեստորան, որտեղ կան լիքը բիզնես process-ներ ու ինձ պետք է այդ բիզնես process-ների մի մասը ինչը հնարավոր ավտոմատիզացնել, չգիտեմ, հաշվել, ինչ որ կալորիաներ հաշվել, ինչ որ բաներ ստանալ, այն բարդ կտոր, այսինքն հոսքագիծ ստեղծել, թվային հոսքագիծ։ Էդ էլ եք դուք անում, ճիշտ է՞։ Միանշանակ, նման բաներ են անում, ուղղակի կոնկրետ տվյալ պարագայում ռեստորանների համար չեն անում, որտեղ իդեպ Հայաստանում բավականին ինչ որ լուծումներ, որոշակի լուծումներ կան, որոնք մեծ տեղ ունեն արդեն ռեստորանային շուկայում, բայց օրինակ օրինակի վերաբերեմ, հա, ինչա դա նշանակում։ Ենթադրենք ոչ մի այլ լուծում չկա, ինչ կարելի է անել։ Դու ունես ռեստորան, ասում ես իմ մոտ process-ները դանդաղ են կամ process-ները տրանսպարենտ չեն, հաշվարկելի չեն, այո, predictable չեն եւ ուզում եմ ճիշտ կարգ կանել, օքեյ։ Կամ ասենք մի հաստիքի վրա 10 հոգի մարդ աշխատում, որ նյութածախս հաշվի օրինակ։ Հա, 10 հոգի նյութածախսի բաժանում։ Դե սա արդեն գալիս է ինչ։ Մի հատ համար digital menu ենք սարքում, մի հատ կայք ենք սարքում, որտեղ pre-order կարող են անեն։ Գալիս են տեղում կարող է միգուցե digital menu-ով այդ ամեն ինչը կարող են order անեն։ Այդ order-ը միանգամից նստում է, ասենք քո խանութի մենեջերին։ Ունենք պայմանական kitchen manager դրանք, հա։ Ինքը տեսնում է դա ինչի մասին է, այնտեղից միանգամից մարշրուտիզացիա անում, օրինակ էս աշխատողին կամ այն աշխատողին stop list-եր ես ունենում, օքեյ, չգիտեմ, սպանախը բրծավ, սպանախով զվարճել չեն կարող տանք, օրինակի համար, հա։ Միանգամից այդ stop list-ը հայտնվում, այլ ձեռով չես անում, այլ մենյուում այնքան անհայտացավ այդ ուրեմն product-ը, որ մարդը չսխվի, հետո waiter-ը չգա, ասի, վայ, գիտեք, կներեք, օրինակ, ասենք սա չկա։ Հետո վաճառում ես, օրվա վերջում տեսնում ես քանի սպանախ, քանի կիլոգրամ սպանախ վաճառվեց, անսավ կտրվածքով տեսնում ես անցած ամիս սպանախը ավելի քիչ ավաճառվեց, թե շատ ավաճառվեց, դրա trend line-ն ես տեսնում, ու տեսնում ես, որ սեզոնայնություն կա, այտենց օրային նույնիսկ կարող աճորիկ շաբթի օրը մարդիկ, չգիտեմ ինչի, ինչ որ օրինաչափություններ ես գտնում։ Ինչ որ օրինաչափություններ դրա վրա, հետո AI-ս դնում, հետո ինքը վիժիմկայի անում, summary անում, քեզ տալիս է դու գնում ես volume հանգստանալու ու principi transparent քո բիզնեսը ղեկավարվում է։ Հիմա ռեստորանների համար սա մենք չենք անում։ Ինչի, որովհետև Հայաստանում կա ռեստորանային նման ծրագրեր, հա։ Բայց պատկերացրու նույնը կարելի է պրոյեկտել ընդհանրապես ցանկացած բիզնեսի համար։ Չգիտեմ, առևտրի կենտրոն, արտադրություն, հյուրանոց, travel industry, то есть ուղղակի ներգնա եւ արտագնա туриզմ, էլ ինչ կարելի է։ Արտաշեսեք մեծ կարևոր հարց։ Ինչի վրա ուզես կարող ես դա ընտիր պրոյեկտես։ Այս CRM-ների առատության դարում երբ որ CRM-ները կարելի ասել մտել են նաև ընկերության այն back-end process-ների մեջ, հա, ձեզ ինչ է մնացել ավտոմատիզացնել։ Ամենալավ հարցն է։ Շատ հաճախ Գրիգոր ջան, մեր մոտ գալիս են ասում են շատ պրիմիտիվ մի հատ հարցով, էլի, օրինակ կլինի այս ռեստորանը ավտոմատիզացնենք։ Մենք բարեխիղճ լինելով ասում ենք ժող, կա այս ինչ ծրագրային ապահովում, արդեն վաղուց կա։ Հա։ Կամ մեր ներքին, չգիտեմ, HR ռեսուրսների կառավարման, չգիտեմ, ինչ որ մի բան է, պետք է սարքեք մեր համար, ասում ենք ժող ջան, չենք սարքել, այսինքն կարող ենք սարքենք, բայց իմաստ չունի, որովհետև դա գոյություն ունի, մենք կարող ենք սարքենք, միգուցե ինչ որտեղ ավելի լավը սարքենք, կամ նույնիսկ ավելի վատը կարող է սարքենք, բայց դա արդեն գոյություն ունի։ Չգիտեմ, դա տարբեր համակարգեր, հա, չգիտեմ, HCN-ա, Zoho-նա, HubSpot-նա, Bamboo HR-նա, ասես կարող եմ հսկայական մի հատ line շարք ասեմ։ Բայց մեկ-մեկ լինում են հետևյալը, մենք իրենց հարցեր ենք տալի։ Ասում ենք ժող, իսկ ինչ եք ընդհանրապես ուզում դա։ Ասում են, այս process-ի համար, այս process-ի։ Ասում ենք, այս process-ները 100%-ով փակվում են արդեն գոյություն ունեցող out of the box CRM-ների կամ ERP-ների միջոցով։ Okay։ Բայց եթե իրանք ասում են 1-2 շատ յուրահատուկ process, որը իրանք ունեն ինչ-ինչ պատճառներով, բայց փորձել են նույնիսկ օրինակ պայմանական Zoho-ով կամ չգիտեմ պայմանական HubSpot-ով դա իրականացնել, չեն կարողացել նորեն եկել մեր մոտ, մենք փորձում ենք հենց այդ process-ները, հենց այդ ուղղությունը ինչ որ չափով specific business process-ները cover անել։ Այստեղից էլ հետևություն այն ընկերությունները, որոնք ունեն specific business process-ներ, business logic-ներ եւ ովքեր փորձել են ստանդարտ լուծումներ, բայց դա չի ստացվել, որովհետև այդ ստանդարտ լուծումները customize չեն լինում, լավ չեն լինում customize կամ մի քիչ sense հաստատվել կամ քայլերն են շատ, այդ բիզնեսները այո կարիք ունեն մեր տիպի ընկերությունների, որոնք շատ լավ հասկանում են իրենց process-ները եւ լուծումներ են տալի adekvat։ Այդտեղ է մեր նիշան։ Հասկացա։ Եթե CRM ERP-ների մասին։ Ընտիր, հասկացա։
Անտիր, դուք բավական մեծ թիմ ունեք ծրագրավորման ընկերության համար 50 հոգանոց թիմ է, ճիշտ եմ հասկանում, ինքը այդ բիզնեսի համար միջինից մեծ բարձր թիվ է, եթե մենակ հաշվենք ձեր ընկերության աշխատակիցների ամեն ամսվա աշխատավարձի ֆոնդը, ցավը եմ կպտում։ Մշտական։ Ծախսերը միշտ ամենացավոտն է։ Այո, ու աշխատավարձի ֆոնդը քո ամենամեծ հոդվածն է ծախսի։ Իհարկե։ Բիզնեսը բավական մեծ է, եթե դու կարում ես բարձր որակավորում ունեցող 50 աշխատատեղ ստեղծես ու պահես ու վարես երկարաժամկետ այդ բիզնեսը։ Ընտիրա, հետեւաբար հաջորդ իմ հարցը ո՞նց է այսպես բարդ բիզնեսի մեջ գնացել sense մասշտաբի, որովհետև ես գիտեմ, որ հաճախ ծրագրավորող ընկերների հետ, թիմերի հետ աշխատելը հատուկ մենեջմենթի բան է պահանջում։ Միշտ չի որ աշխատում է այն ինչը աշխատում է օրինակ չգիտեմ արտադրության ոլորտում դեռ ուրիշ մարդիկ են իրանք ու իրանց հետ աշխատելը շատ սպეციფიկ շատ ուրիշ ղեկավարի հմտություններ է պահանջում այ դրա մասին եմ ուզում մի քիչ խոսանք Գրիգոր ջան նախ պետք է ասեմ որ ինքը չեմ ասի որ ինքը մեծ է երևի միջին է Հայաստանի պայմաններով երևի կարելի ասել միջին դա 10-ից 50 հոգանոց բիզնեսների հետ ոնց որ ռեյնջի մեջ է մտնում 1-ից 10 էլ կա, դե 10-ից 50, հետո 50-ից կարծեմ 200, 200-ից ավել էլ է։ Հայաստանում կան շատ ավելի մեծ ընկերություններ, բազմաթիվ ավելի մեծ ընկերություններ, բայց այդտեղ գիտես քանակի մեջ չի խնդիրը, այլ երևի ոնց է ուզում աշխատի։ Մեծ բիզնեսները իր, այսինքն այլ ավելի մեծ քանակով մարդկանց սովորել աշխատակիցներ բիզնեսները իրենց պրոբլեմատիկա ունեն, իրենց cultural նրբություններ ունեն։ Շատ հաճախ կարող է եւ հնարավորություն եղել ավելի մեծանալու, բայց քանակային իմաստով, բայց կարող է դա որոշ ընկերությունների հիմնադիրներին կամ տնօրեններին այդքան էլ չի համակրելի չի, որովհետեւ ուզում ես որակի օրինակ, հա, կառավարումը ավելի լավ ապահովես, կամ ավելի հիմային ես ուժում աշխատես, այլ ոչ թե մեծ տենց մի քիչ լայնածավալ եւ այլն, սա չափի մասով։ Ինչ վերաբերում է ոնց եմ կարողացել, ինքը միանգամից չի եղել, երբ որ ինքը ստեղծվեց, մենակ ես էի, հետո 2 հոգի, հետո 6 հոգի, հետո 10 հոգի, հետո 16 ու սենց է, ինքը կամաց մեծացել։ Արտաշես մի հարց էլի, հիմա կապ չես գտնի դու իմ երկու հարցերի մեջ, բայց հետո կկպցնեմ ես իրար, էլի։ Քո երեխաները ինչ տարիք են։ 14, 13։ Okay, այսինքն փոքր երեխայի տղա աղջիկ երկուսն էլ աղջիկ փոքր աղջիկա ծնվելուց 3 տարի անց դու հիմնադրել ես բիզնեսը հա եւ հաջողությունը քեզ ուղեկցել է նո Okay հետո այդեն puzzle-ի կետերից մեկն է okay շատ լավ հետո վերջում կտեսնենք սիրելի ընկերներ դուք կարող եք արդեն podcast-ը նայելու ընթացքում մեկնաբանություններում գրեք ինչի ես այս հարցը տվեցի եւ ինչ կապ ուներ մենեջմենթի հետ Իսկ դու կապ ունեի։ Ուղիղ կապ ունի, վերջում ես դա անպայման կասեմ։ Okay, շատ լավ, ինձ հաճելի կլինի, իհարկե, քո փորձառությունից ելնելով հետաքրքիր անալիտիկան որ անես։ Մոտավորապես, այսինքն հա, դժվար է, բայց ոնց է դա ստացվում։ Դե դա ամենօրյա, օր գիշեր աշխատանքի արդյունքում ճիշտ քաղաքականության վաճառքներ, մարքեթինգ staff-ի հետ աշխատանքը ամենադժվարն է, people management-ը երևի թե մեր ոլորտում ամենադժվար բանն է Գրիգոր ջան։ Ճիշտ աշխատել ավոց ստեղծել, ճիշտ culture ստեղծել, ճիշտ մոտիվացնել Եվ sense չեմ կարող հստակ ասեմ ինչ բաղադրատոմս կա, երևի կարող է բաղադրատոմսը հավատալ այն ինչ որ դու անում ես, դա էներգիայով անել, մարդկանց չվերաբերվել որպես հաստոցների կամ գործիքների, եւ դեպքում ամեն ինչ երևի տեղն է ընկնում Էլի մեկ է տեղը չի ընկնում, որտեղ բիզնեսը դա մի հատ ամեն դեպքում մի հատ խորտուբորդ ճախճոտ տարածքով լեռնային ինչ որ մասս բանա տեղա, որ ինչ որ մեկը ոտդ քարին կպնում է։ Լավ, արի միջանկյալ մի հատ փոքրիկ բան կապտամ։ Մենք երբ որ ներքևն էինք, հələ ոդկասթը չէինք սկսել, ես հարցրի երբ ես ծնվել։ Հա, ասացի, հիմա էլ ասեմ։ Հա, դե 39 ամսի։ Հա, ամսի 39։ 3 եւ 4 արխետիպերը, 3-ն էլ 4-ն էլ։ Շատ սպეციფიկ հատկություն ունեն իրանք։ 3-ը եւ 4-ը։ 3-ն էլ 4-ն էլ, այդ երկու արխետիպերին ասա։ 4-ը ինչ կապ ուներ։ 22 արխետիպերի մեջից այդ երկու արխետիպը կամ 3-ը կամ 4-ը հա Եթե դա մարդու ներսում կա դա մեծ իշխանության էներգիա է
կայսրիի եւ կայսրուհու արխետիպերն են սրանք ու իր մեջ շատ մեծ ղեկավարի եւ իշխանության էներգիա կա, բայց այդ էներգիան ակտիվանում է այն ժամանակ, երբ որ մարդը ծնող է դառնում։ Հետաքրքիր է։ Այսինքն, երբ որ դու ունեցել ես քո երեխաներին, շատ օրգանիկ ձևով, ինչ որ կետից արդեն գնացել է կյանքի տես ճանապարհը, որ դու դարձել ես 50 հոգանոց մեծ բիզնեսի կամ լավ միջին բիզնեսի ղեկավար ու ես հետաքրքիր բանել քեզ ասեմ, ես իմ ընկերների մոտ եմ ես վերլուծություն անում, ու մոտ էս արխետիպը կա, ինչքան իրանք ավելի շատ երեխա են ունենում, այնքան հաջողությունը ավելի է մեծանում։ Այնքան ավելի շատ է գալի այդ օրնության էներգիան, հաջողության էներգիան։ Բայց ես մի հատ հարց ունեմ քեզ։ Այս արխետիպերը, թվերը եւ այլն չանվանենք դա նումերոլոգիա, որտեղ երևի նումերոլոգիայի մասին չի խոսքը։ Քո համար հարմար է, ասես դետերմինիստական մոտեցմամբ ապրել ու ոչ մի գաղտնիք չթողնել։ Օրինակ նայ, մի բան է, չէ, ասենք թե դատարկ սեղանն է, կիսա աչքերդ փակ, sense քիչ են դա խաղեր կային, չէ, Strategy Age of Empires, բանկազակի բան է, որ sense զինվորը գնում է, sense կամոց sense բացվում է, չէ, sense մութը, ու դու քեզ հետաքրիր է, աճ գնամ, ձախ գնամ, հələ տենամ այնտեղ, ստեղ պատա, ստեղ քարա, ստեղ ծով է։ Ինչ որ հետաքրքրություն կա, բայց եթե ամեն ինչ դու թվերով սա գիտես, դետերմինիստական մոտեցում, այսինքն դետերմինիստական ինչ է, որ definition կա, էլի, իրան, այսինքն ոնց էլ գցես բռնես, տենց հա լինելու։ Արդյոք դա չի կչացնում հետաքրքրությունը, թե մարդկանց ճանաչելու, թե ապագայում քո կյանքը ոնց կդասավորվի եւ այլն։ Մի քիչ անտագոնիստական բան եմ ասում, էլի։ Լավ հարց է, կայֆ հարց է, նայ, փաստացի լրիվ հակառակն է բացվում։ Երբ որ դու իջնում ես այդ խորությամբ ես սկսում ուսումնասիրել մարդկանց, դու ավելի մեծ գաղտնիության ու ինտրիգի աշխարհ ես մտնում, որովհետեւ նույն երրորդ արխետիպը կարա մարդը երբեք էլ չիրացնի։ Ինքը օքեյ ինքը պոտենցիալը ունի, բայց ինքը չիրացնի այդ, օքեյ, լավ։ Ու ստեղ ուղիղ կապ գոյություն ունի, այսինքն ինչքան մարդը ավելի շատ ծնող է դառնում, քանի անգամ ծնող է դառնում, տես sense բան կա, չէ, բիզնեսում, որ մարդիկ երեխեքից ընտանիքի ժամանակը կտրում են, նվիրում են բիզնեսին ու դրա անունը դնում են, որ մենք դե բիզնես ենք հաջողակ բիզնես ենք սարքում։ Դա միֆ է շատ դեպքերում, հատկապես միֆ է երրորդ եւ չորրորդ արխետիպ ունեցող մարդկանց դեպքում։ Իրենց մոտ հակառակն է։ Ինչքան մարդը գործարարը ավելի շատ լավ ծնող է լինում իր երեխեքի համար, ինչքան իր էներգիան տալիս է իր երեխաներին, այնքան բիզնեսը հաջողած է գնում։ Okay, չեմ շատ մենք ֆանտաստիկ լավ օրինակ էլ ունենք, մեր կարծեմ երկրորդ կամ երրորդ պոդքասթն է Արսեն Ավետիսյանի հետ։ Նայեք այդ պոդքասթը։ Արսենը ֆանտաստիկ հայր է, իմ ընկերների մեջից հոր իդեալական կերպար է, ու Արսենի հետ եթե դու 6-ից հետո հանդիպում ես դնում, ինքը ասում է չէ, տղեկ, գնացեք ձեր գործերով։ Ես իմ ընտանիքի հետ եմ։ Ես ուզում եմ այս բանը կարծրատիպը մենք կոտրենք, որ ինչքան ընտանիքից կտրում է ժամանակը տալիս ես բիզնեսին, դա լավ է, ոչ, դա վատ է, հա։ Ու դու եթե ընտանիքիդ ես սողում, դու ինքդ որպես մարդ ունես մի հատ էներգիայի պատոկ ես բացում, որ քո բիզնեսը կարա 1000 գնա։ Հա, այդ բանա, ոնց որ լեզվին ադվոկատը, ոնց ասեմ, բալկան ադվոկատը։ Որտեղ ուղես քո էներգիան, ու բիզնեսիցդ կտրում ես ուղում ես ընտանիքիդ, բիզնեսդ ավելի է զարգանում։ Կարա լինի, հա, ես ճիշտ ասած ստատիստիկա է պետք ունենալ այդ ամեն ինչ համար։ Ես կարող եմ փակ աչքերով հավատամ քո ասածին, որովհետև վստահ եմ, որ հաստատ դու ինչ որ փեթերներ, ինչ որ ներքին ստատիստիկա ինտուիտիվ նույնիսկ դու ունես, այդտեղ ուրիշ կապ էլ կա, իհարկե, շատ ես աշխատում, որ ընտանիքին տաս, մյուս կողմից ընտանիքին տալիս ես, որ այդ էներգիան վերադարձնես առողջությունը, հա, վերադարձնես դեպի բիզնես։ Սա հետաքրքիր sense շրջապտույտ է, էլի, որ պետք է հասկանալ այդ ու մոտ ոնց է աշխատում։ Anyway, բայց հետաքրքիր է շատ հետաքրքիր է արխետիպերի բանը։ Կնայենք, մենք հեսա ChatGPT-ով իրար հետ կնայենք, թե Ես մի քիչ սկեպտիկ եմ, կներես, էլի, այդ մասով, ոչ թե դա շատ ասում եմ, վայ, չէ, բան, դա փորձում եմ տնտղեմ, էլի։ Դու ծրագրավորողի ուղեղը ոնց է աշխատում։ Հա, շատ ռացիոնալ, այստեղ ուզում եմ ապացույցներով, sense ճիշտ այս բանով ոնց որ գնալ, էլի։ Հա, ու դատա է պետք է։ Եթե օրինակ 10 հատ փաստ, դու արդեն այդ 10-11-ը ինքը դուրս կբերես։ Չէ, 10-ը քիչ է, որ ավելի շատ պետք է լինի, որ սոցիոլոգիական sense ասած վիբրկան շատ է լինի, ու տենց ստատիստիկ սխալանքի հավանականությունը մի քիչ լինի։ Մի հատ բան քեզ
քեզ պատմեմ, ուրեմն Բաքուրի հետ podcast ենք նկարում, մեր ընդհանուր ընկերն է, ու Բաքուրի արխետիպերից եմ խոսում, հենց podcast-ի ժամանակ ասում եմ լավ է, դե դիր մի կողմ, դա չի հավատում, լուրջ չի վերաբերում։ Հաջորդ օրը այս թեմայով հաջորդ օրը բռնում եմ Բաքուրի արխետիպերի սաղ այդ ինֆորմացիան, դուրս եմ բերում, մանրամասն ուղարկում եմ Բաքուրին, ասում եմ Բաքուր, այսքան ճշգրիտ է ինքը, հիմա չգիտեմ, դու տեղյակ ես թե չէ, Բաքուրը այդ արխետիպերի բանի վրա, գիտելիքի վրա պրոդուկտ է ստեղծում թվային։ Ֆանտաստիկ։ Զավեն, այսինքն, երբ որ դու մի քիչ խորանում ես, իսկ ինքը սիրում է փորել։ Դե ցանկացած բան պետք է խորանաս, ոչ։ Ահա, դրա համար հիմա ես քեզ էլի, ասես ոնց որ մաս-մաս այդ ինֆորմացիան տալիս եմ, կարող է մեր այսօրվա խոսակցության մեջ նաև մենք խոսանք այն իդեայի մասին, որ իմ մոտ կա արխետիպերից թվային պրոդուկտ ստեղծելու, նաև ես եմ ուզում դա անեմ, Բաքուրը կոնկրետ ուղղություն ունի, ես էլ ոնց որ մի հատ այլ ուղղություն եմ ուզում վերցնեմ, շատ HR-ների մենք կօգնենք այս գործով, էլի։ Մենք դեպս վերջերս մի հատ աստրոլոգիչսկի մանենք application ենք սարքում, հենց շատ բավականին դե դրա տակի իմաստները ես մի քիչ լավ չգիտեմ, ինչ մաթեմատիկա է կոպիտ ասած աշխատում, բայց այդ դոմերով եւ այլն շատ հետաքրքիր սիրուն պրոդուկտ է ստացվում, նշում ես ինչ ես ուզում անես, որ օրը երբ եւ երբ ես դու ծնվել, միջազգային, հա, mobile app-ը, ու ինքը շատ հետաքրքիր հաշվարկներ է անում, ու նաեւ շատ գեղեցիկ է այդ ամեն ինչ անում, այդ դոմերը պատտվում են, ինչ որ տենց եւ այլն։ Առաջի հայացքից դες մի քիչ բան է թվում, դες խաղային է թվում, բայց իրականում ասում են տակը բավականին հետաքրքիր, ասենց ասած ինֆորմացիա կա։ Այսօր փորձ ունենք նման, ոնց ասեմ, կիսագիտական, հա, հələ դեռ անվանեն, կարող է ինչ-որ մի 10 տարի հետո դա գիտություն դառնա, կամ наоборот 10 տարի հետո ասեն չէ, լավ, գիտություն չի, բայց փորձ ունենք նման application-ների եւ solution-ների ստեղծման հարցում, դա հետաքրքիր է, գիտես, օրինակ միշտ այնպես խանութ, չգիտեմ, էսեն, ճիշտ է, դա real business է, բայց ասենց հետաքրքիր բաներն էլ որ կան, դա այնպես քո աշխատանքն էլ է հետաքրքրացնում։ Միշտ նույն բանով չես էլի, ոնց որ ասած զբաղվում, ինչ որ նոր գիտելիքներ ես ունենում, թեկուզ եւ քեզ պետք չի, բայց այնուամենայնիվ ունենում ես։ Եթե շատ ընդհանուր ասեմ, կա նյութական աշխարհ, ֆիզիկական աշխարհ, որը հնարավոր է տեսնել, կպնել, շոշափել, չգիտեմ, ջարդել, չափել եւ չգիտեմ, կպցնել, կառուցել ու քանդել։ Եվ կա մի հատ աշխարհ, որը ընկած է կամ սկսվում է այդ ֆիզիկական աշխարհի սահմանից այն կողմ, դա ամենալավը երևի զգում են ռեանիմացիայի բժիշկները, երբ որ ֆիզիկական ատրիբուտներով մարդուն փորձում են հետ բերեն, չգիտեմ, այդ սարքերն է եւ այլն, բայց միշտ հասկանում են, որ մի հատ ուժ կա ֆիզիկականից այն կողմ, որը հիմա կանգնած է կամ իրանց օգնում է, կամ հակառակը իրանց խանգարում է։ Այս այն զրույցնա, որ մենք 1.5 ժամ չենք տեղավորվում։ Իհարկե։ Բայց դա ամենահետաքրքիր բանն է, որ մարդիկ էլ զրույց են, որ ասում են վերջում ցանկացած հավաքույթի վերջում, չէ, միշտ դեպի գնում է այս մետաֆիզիկական, ֆիզիկական, մետաֆիզիկական, մի քիչ էզոտերիկ, այս կտորի վերաբերյալ ու բոլոր ամենամեծ հաճույքով են դիսկաս անում սա։ Ինչի որովհետև այնքան չապացուցված, չգտնված, անշշափելի գոտիներ կան ու իրանց տարբեր տրակտովկեք կարան, ոնց որ ասած, այս ամեն ինչին լինեն, որ բոլորս ասում են, անգամ շատ էներգիայով ստեղ կա, բայց հետո ցանկություն կա մեծ հաճույք։ Ես այդ փիլիսոփայությունը, այդ գծի փիլիսոփայությունը իմ համար ֆանտաստիկ հետաքրքիր է։ Նախ այդ ռեանիմացիայի քեյսերի հետ կապված մի հատ հայտնի ռուս բժիշկ կա, հենց շտապօգնության բժիշկ է ինքը բլոգ է վարում YouTube-ում կարող եք Instagram-ում նայեք, պատմում է թե որ դեպքից հետո ինչ է տեղի ունենում ու միշտ ինչն է հետաքրքիր, որ ինքը սկսել է հասկանալ, որ այնտեղ ինչ-որ բան կա ու այդ է ուսումնասիրում, ինքը բժիշկ է, ինքը լրիվ բժշկական է մտածում, հա, ասում են պացիենտը ֆիզիկայով, հա, ֆիզիկայով, հա, պուլսը էսեր, ոչ մի բան չէր խոսում նրա մասին, որ այս պացիենտի կյանքին վտանգ է սպառնում, բայց ասում է շտապօգնության մեքենայի մեջ մի հատ էներգիա կար, որը չես կարա դու չզգաս, դա մահվան էներգիան էր։ Ու այդ մարդը շատ հիվանդանոց հասնելուց պես ինքը մահանում է կամ հակառակը մարդը գալիս է պուլսը չգիտեմ ցածր սաղ ցուցանիշները խախտված բայց մենք բժիշկներով հասկանում ենք որ չէ այդ էներգիան չկա ասում ես հստակ սկսել եմ զգալ որ
դեպքում ուրա գնալու։ Ինչ պատասխանես ինձ այն ակնկալը։ Չէ, հիմա նա ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Ես ուզում եմ անդրադառնամ քո այն ասացին, որ դա ապացուցողական գիտություն չի, ուստեղ ուզում եմ մի հատ բան անենք, կանգ առնենք։ Նայ, ամեն գիտություն ունի իր չափման սարքը։ Օրինակ, եթե մենք ուզում ենք օդի աղտոտվածությունը ստուգենք, դրա սարքը գոյություն ունի։ Եթե ուզում ենք այս սեղանի երկարությունը, դրա չափման սարքը է սա։ Այսինքն ապացուցել ինչ որ մի բան, դա մեթոդ է ֆիզիկական աշխարհում աշխատելու եւ կողմնորոշվելու։ Դրա համար մարդկանց մոտ sense բան առաջանում։ Կարանք էդի չափենք, պետք չի չափել, ոնց որ ես քեզ ասեմ, բանա, մի գալոն մեղր ունեմ, դու ոչ թե բան վերցնես գազ, լավ տար, վերցնես գազ այդ մեղրը տանես, այլ ասենք վերցնես 3 հատ կանոն գազ, ասես ախպեր, հեսա։ Հա, չափեմ ուրիշ չափման չափիչով։ Հա, հիմա մետաֆիզիկական գիտելիքները չի կարելի ապացուցել, չի կարելի չափել եւ չի կարելի լոջիկ լուծում տալ։ Այստեղ ուրիշ չափման միավոր է գործում։ Գիտես որն է չափման միավորը։ Փոքրիկ իշխանը գրքում շատ լավ սրա մասին խոսվում է, երբ ասում է կյանքում ամենակարևոր բաները ոչ աչքով ես տեսնում, ոչ ականջով ես լսում, դա ներսով ես զգում։ Մետաֆիզիկական գիտելիքները ճանաչելու ամենակարևոր բանը դա զգայարանն է։ Մենք ասում ենք դրան ինտուիցիա, 6-րդ զգայարանը։ Երբեմն դա այնքան հստակ է աշխատում մարդկանց մոտ, իդեպ ես կարամ արխետիպն էլ ասեմ, որ արխետիպի մարդկանց մոտ դա լավ է։ 3-ի մոտ ոնց է։ 3-ի մոտ բավական լավ է։ Հա, 3-ի մոտ բավական լավ է, բայց ամենալավը 18-ի եւ 9 արխետիպերի մոտ է ինտուիցիան։ Ֆանտաստիկ խորը սուր մեր Բաքուրը 18-րդ արխետիպ է։ Ինտուիցիան, գործարի ինտուիցիան։ Այդ իրա վրա երևում։ 10-ից 10 իր մոտ հստակ աշխատում է։ Հիմա երբ որ դու գործիքը փոխում ես, չափման միավորը փոխում ես, այդ աշխարհը սկսում է բացվել քո առաջ։ Եվ սկսում է, հա, ես ունեմ գիտելիք, ես մեծ երևի ավելի շատ գիտելիք ունեմ ես այդ աշխարհների մասին, քան բիզնեսի մասին, ֆիզիկական աշխարհի մասին, բայց ես նաև հասկանում եմ, որ դա ուրիշ պատխոդ է պահանջում, ուրիշ հոգեվիճակ է պահանջում։ Ու շատ ժամանակ օրինակ նույն բժիշկների օրինակ ասեմ, այն բժիշկների, ովքեր աշխատում են սահմանի վրա, կյանքի ու մահվան սահմանի վրա, այդ բժիշկները արդեն հասկանում են, որ չէ, եղբայր, այստեղ մենք մենակ չենք, այստեղ էլի ուժեր կան։ Okay, հիմա ասма my turn։ Հիմա նայ, ես կարծում եմ աշխարհում ոչ թե ֆիզիկական աշխարհում, ընդհանրապես աշխարհ ասելով մեծ իմաստով, universe ասենք, դիեզերք ասենք, էություն ասենք, գոյ ասենք, ինչ ասենք, ամեն ինչն էլ ի վերջո չափման ենթակա է։ Որովհետև եթե կա մի բան, ինքը կարա պետք է որ չափվի, գոնե իր ուժը, իր չափը, ծանրությունը կշիռը։ Հիմա նայ, ուրեմն ես կարծում եմ մոտ 2000-3000 տարի առաջ մարդիկ երբ որ կայծակին նայում էին, ասում էին, սա ինչ որ գերբնական բան է։ Միանշանակ։ Ինձ թվում է ոչ միայն 2-3000 տարի առաջ, երբ մինչև 1700-1600-ական թվականներն էլ տենց է եղել է։ Նայում են ասում, սա գերբնական բան է, չգիտեմ, այնտեղ Պոսեյդոնն է, չես մեկն է, այնա։ Հետո սկսեցին չափել։ Հələ դեռ չսկսեցին չափ։ Իրանք հասկացան, որ դա все-таки ինչ որ լիցքեր են, կայծեր են, էլեկտրականությունը, էլեկտրոստատիկա եւ այլն, դա էլ արդեն սկսեց չափվել։ Չափվել ինչ որ տարբեր գործիքներով, հա, հիմա դա չգիտեմ, լարման կամ ամպերաժի չափման գործիքներ են կամ այդ պոտենցիալների տարբերության եւ այլն։ Չափեցին եւ պարզվեց, որ ոչ մի գերբնական բան այդտեղ չկա։ Երևի նույն ձևի, երևի աստղերին ա վերաբերվում, հա, մինչև 1925 թվականը մենք գիտեինք, որ մենակ Ծիրկաթինը կա։ Սաղ դիեզերքը պատկերացնում ես ընդամենը 100 տարի առաջ մարդկությանը թվում էր, որ ամբողջ դիեզերքը դա Ծիրկաթին համաստեղությունն է։ Եվ մենակ Հաբլը, անունը չեմ հիշում, Փիթեր Հաբլը թե ինչ էր, այդ մի հատ հաստատիտակ կա իր անունով, ինքը դա չափումներ արեց, ման այդ Անդրոմեդան, VSS, ու հիմա 13 միլիարդ տարի, նույնիսկ ավել լուսատարի եւ այլն։ Չափեցին, ինչ որ իրանք էլ իրենց գործիքներն են։ Մենք ինչքան մենք մոտենում ենք մեր դարաշրջան, այդ գործիքները ավելի նուրբ են դառնում, ավելի բարդ, չգիտեմ, այն ադրոնի Большой коллайдер կա, ինչ միլիարդներ են։ Հիմա չի բացառվում, ես չեմ բացառում բացարձակ, որ այն գերբնական բաները, որ այդ շապօգնության մեքենայի աշխատողները ելնելով իրենց աշխատանքի հաճախականությունից, իրանք որոշակի երևի էս ինտուիցիայով ինչ որ բաներ են զգում, չբացառվում, որ մի օր դրա չափման գործիքներ լինի։
Ես ուղղակի Ես կտխրեմ որ լինի, գիտես։ Հա, ինչպես եւ լիքը շամաններ տխրել են, երբ որ կայծակը դառավ ոչ գերբնականից կայծակը վերածվեց հասարակ էլեկտրական լիցքերի։ Նայ իմ պոզիցիան ինչումն է, որ ցանկացած չբացատրելի բանը բացատրելու համար ինչ որ ժամանակ է պետք։ Դա կարող է 10 տարի լինի, կարող է 10 միլիարդ կամ 10 տրիլիոն։ Ինչ որ անհավանական էլի, ոնց որ ժամանակներ են։ Բայց ես մի բան ասեմ, Գրիգոր ջան, այս թեմատիկան լինի դա շատ գիտական, այդպես սոտ ֆիզիկական, հա, այդպես քվանտային մեխանիկա, ինչ որ չգիտեմ, գրավիտացիա, մաթեմատիկա եւ այլն, թե մետաֆիզիկական, spiritual թեմաները բիզնեսմենին շատ են պետք։ Սրանք իմ կարծիքով, սրանք ինֆորմացիոն դոմեններ են, որոնք եթե նույնիսկ ճշմարիտ էլ չեն ի վերջո, բայց իրենք մարզում են նախ ուղեղը շատ ուժեղ, երկրորդը թույլ են տալիս տարբեր իրար հակասող երևույթների մեջ կորելացիաներ գտնել, հակասություններ գտնել, նմանություններ գտնել, բացատրել մեկը մյուսով pattern-ներ ինչ որ sense գտնել դրա համար քո այս ուղղությունը որ դու ես մեր զրույցում տարար ինչ շատ հաճելի է ու ես կարծում եմ որ ինքը շատ առողջ է անկախ նրանից որն է ճիշտը որը սխալ ես բիզնեսում չկա ճիշտ սխալ չէ պետք է ամեն ինչը բալանսի մեջ ճիշտ ոնց որ ասած տանել մի բան քեզ պատմեմ այս թեմայով ուրեմն մի օր ընկերոջստանը նստած եմ ինգերս մեր տարիքի տղա է ունի աղջիկ 6-7 տարեկան ու աղջիկը ապրում է լրիվ հենց գայական աշխարհում, այսինքն սրտի, զգալու, դե մեծերով մենք մեծահասակներով ապրում ենք մտքի ուղեղի աշխարհում։ Ու այնքան པարզ երևաց այդ кейսի մեջ ես ասեմ ինչ եղավ, այդ երկու աշխարհների տարբերությունը, ինգերս ասում է ինձ էս ավելի շատ սիրում, թե կնոջ անունն ասում, հա, իրան, մամայիդ, ու ես նայում եմ այդ աղջիկա դեմքին, ես հասկանում որտեղ երկու աշխարհների բախում է, աղջիկը սերը զգում է այդ պրովոկացիոն հարցին թե ում ավելի շատ արդեն ոնց որ ընկերս հայրը իրան ոնց որ տանում այն դաշտ որ տիպը չափի սերը հա ինքը չի կարող հա չափի ինձ ասա որն է երկար այդ կանոնից չունի հա Երան ոչ մեկ այդ կանոնից հասկանում ախպեր ո՞ս կարա դա ավելի պակաս լինի հասկանում ես ու իմ համար ավելի բնական ավելի խորը ավելի ճիշտ է երեխու աշխարհի ընկալումը ինքը անկեղծ է գոնե անկեղծ է ու ինքը բաց բանով գիտակցությունը հələ իր papayi նման բան չի անում լավ է թող լսի մեր այս ոդկասթը ես համել իր papayi հետ էի աշխատում բանով հա տենց ոնց որ չի կարելի երեխուն տենց հարց տալ դու հələ ինքդ պետք է մտնես իր մեջ չէ աստվածաշնչում ասում է մինչև չնմանվեք երեխաներին չդառնաք տենց ոնց իրանք են ձև չունեք գալու երկնքի արքայություն էլի այսինքն պրոբլեմը գիտես ինչու՞մ է որ մենք մոռանում ենք մեր մանկական տարիքը իհարկե ինչ պատճառով նեյրոբիոլոգիա երևի պատճառով ինչ որ դուս մենք 8-ից 9-ից նոր չէ նորմալ սկսում ենք ինչ որ բաներ հիշել մոռանում ենք երեխեքի ժամանակ ինչ ձևի ենք եղել դրա համար մենք էլ իրանց վրա կիրառում ենք այն օրենքները որոնք մենք մեծահասակ տարիքում փորձում ենք ուզում ենք չափենք էլի չէ ոնց որ փափուկը խառնում ենք չորի հետ կամ չգիտեմ փափուկը կիլովատի հետ ենք խառնում հա ինչ որ տակի հետ այն հենց ռուսերենում դες բան էլ կա բան որ հա փափուկը խառնում ես տակի հետ իսկ սառը խառնում ես թացի հետ բայց իրական կարող թացը լինի բայց տակը լինի էլի ու սխալ ռեզուլտատ է ստանում հետո ասում ենք վայ քո բա չստացվեց ինչ չստացվեց դե որովհետև ճիշտ ձևով չարվեց այդ որ չստացվի էլի դրա համար իմ կարծիքով եթե դու գնում ես այդ աշխարհ ուսումնասիրությունների համար դες մենք քննարկում ենք եթերից դուրս ես խմում եմ օգտագործում եմ ոգելից խմիչք թե չէ շատ քիչ շատ քիչ այնքան քիչ որ իմ գիտակցության վիճակը չփոխվի որովհետև հենց ինքը ոգելից խմիչքը այդ spirit բառը շատ դիպուկ է տեղ ասում, հա, փոխում է վիճակը, քո էներգետիկ, հոգեբանական վիճակը փոխում է ու դու մտնում ես մի հատ ուրիշ աշխարհ, ու թե մտնում ես դե ֆոկուսը փոխում է, հա, խմած թե օյախ, այդ շատ կարևոր է, էլի։ Լավ, ինչևէ, վերադառնանք այս թեմայից բայց հետաքրքիր հա, ինքը անծայրացիր թեմա է ու այսօր կան հեղինակներ, ովքեր ոչ թե այսօրվա հեղինակներն, այլ հազարամյակներ առաջ են այս գիտելիքները մեզ փոխանցել, բայց մեզ կամած սկսում է հասանելի դառնալ եւ առաջ եմ թողելով այս թեման, ես ուզում եմ գանք քո կյանքի հաջորդ, երրորդ էտապին, նու կամ չորրորդ, եթե երրորդը համարենք հայր, ամուսին լինելը, ընտանիքը, սա չորրորդն է, չորրորդ տեղը, որտեղ դու կաս ու մեծ գործունեություն ես ավարտում, դա ալպինիզմն է։ Հենց ամենասկզբից ես ուզում եմ ճշտել, քանի սար ես բարձրացել այն թոփերից, հայտնիներից,
եւ ամեն մեկը քանի անգամ։ Okay, մի քիչ դժվար ասել է top-ը։ Բանը երևի սարերը քանի որ մակերևույթից բարձր են, երևի բարձրությունից, հա, պետքա Հա, առնչվել, չնայած միշտ չի որ բարձր սարը դա բարդ սար է, այո։ կարող է եւ շատ ցածր սար լինի, բայց շատ բարդ սար լինի։ Okay, ես վերջի 10 տարին եմ ալպինիզմով զբաղվում, ակտիվ զբաղվել եմ երևի մոտ մի 8 տարի, վերջի 2 տարին ավելի շատ հենց բիզնեսով եմ զբաղվում, բայց այնուամենայնիվ սարեր շատ հաճախ գնում եմ։ Ուրեմն Պիկ Լենին գագաթը դա Կիրգիզիայում է, Կիրգիզիայի եւ Տաջիկստանի սահմանին է։ Դա սովետական միության 5 ամենաբարձր սարերից մեկն է, 7134 մետր։ Որպեսզի համատենք Արարատից 2 կիլոմետր բարձր, մոտավորապես։ Այն Արարատից ձնացած հատվածը, որ մի հատ էլ դնես Արարատի գլխին, հենց մռան որսու ձնացած կալինո։ Այդ մի հատ էլ դնես Արարատին, այդ կլինի այդ բարձրությունը, որը Պիկ Լենինն է։ Ինչ է կոչվում Պիկ Լենին, կապ Դա ունի սա Լենինի հետ, հա։ Չէ, ինձ Պիկ Ստալին էլ կար այն ժամանակ։ Հա, ինձ թվում է Ինչ որ Պիկ կոմունիզմը, չէ, դե կապունի ինքան որ սովետական միությունն է, դե բարձր կետերը Դրել են, դրել են իրանց որջերի։ Հա, հենց այդ է իմաստով, էլի։ Հա, իհարկե։ Այսինքն Լենինը իր ոնց որ իր պատվին է։ Չէ, ինքը չի դրել, ինքը մեռած ա եղել, բայց Ստալինի ժամանակ օրինակ Ստալին Okay, Պիկը դրել են։ Հետո անվանափոխվել է, օրինակ Պիկ Լենինը հիմա իրական անունը Պիկ Իբն Աբինսին Ավիցենն է։ Այդ բժիշկը էր էլի արաբ պարսկա Ավիցեննան, հա, շատ հայտնի բժիշկ ա եղել, իր անունով են դրել։ Օրինակ Պիկո Ստալինն հիմա Իսմայիլ Սոմոնի է, այնտեղ Պիկ Պավետա կա եւ այլն։ Այսինքն դա քո բարձրացած ամենաբարձր Դա ամենաբարձր իմ գագաթը ես 2 անգամ բարձրացել եմ։ 2 անգամ բարձրացել եմ, 1 անգամ մենակով եմ բարձրացել, մյուս անգամ էլ խումբ եմ տարել։ Հայկական խումբ։ Իշանք ներքև, հաջորդ երևի բարձր սարը դա Էլբրուսն է, ես 7 անգամ, եթե չեմ սխալվում, եղել եմ Էլբրուսի գագաթին, բայց մի 11 անգամ հաստատ գնացել եմ, էլի։ Եղել է որ չեմ բարձրացել Կազբեկ 8 անգամ եմ բարձրացել, Արարատի։ Քանի մետրեր են բարձր։ Հա, Էլբրուսը 5162 5000 այ խայտարակ է, 5642 մետր, հա։ Արարատից բարձր է։ Արարատից բարձր է, կես կիլոմետր բարձր է։ Կազբեկը 5033 մետր է, այդտեղ ուրեմն ես 8 անգամ երևի եղել եմ շատ տարբեր ու ավելի շատ եմ եղել, ուղղակի չեմ բարձրացել գագաթ, ինչ-ինչ պատճառներով, Արարատ 5 անգամ եմ եղել, 2 անգամ ձմեռն եմ եղել, խումբ եմ տարել, 2 անգամ ձմեռային խումբ եմ տարել, Վրաստանում Տետնուլդի սար կա, ինքը ցածր սար է, 4000 5000-ը չի հատում, բայց շատ հետաքրքիր, շատ բարդ տեխնիկապես բարձր է, Պարսկաստանում Սաբալան եւ այլն, այդպես հետո Հայաստանի բոլոր սարերը ձմեռային արագածներ եւ այլն եւ այլն։ Սա այտենց որ զուտ քանակային բարձրությունների առումով, բայց ելի եմ կրկնում, սարը ալպինիզմում միշտ չի որ բարձրությունը, օրինակ Էլբրուսը բարձր սար է, բայց ինքը պլաս չի որ ինքը հեշտ է, կամ Արարատը Կազբեկից բարձր է, բայց Կազբեկը Արարատից բարդ է։ Օրինակ եմ ասում։ Եվ Ալպերում կամ հենց նույն Մեծ Կովկասում կան 4000 մետրանոց, 3000 մետրանոց սարեր, որ կատեգորիկ շատ բարդ սարեր են, մահացու սարեր են, Ինչն է վտանգավոր։ ձեզ մղում այդ կարգի ռիսկի դիմել։ Հա, երևի պետք է հասկանալ ոնց ենք մենք մտնում դրա մեջ։ Ես իմ ճանապարհով կարող եմ ասեմ, որտեվ մարդիկ կան փոքր տարիքից զբաղվում են, իրանց համար դա շատ օրգանիկ է։ Ես տենց էլի բիզնեսի մեջ, ու աշխատանքի մեջ, տենց շատ բավականին տենց օֆիսնի վիճակներով էի, ու տենց մի օր կինս որոշեց, որ պիտի գնանք Արարատ։ Ու տենց գնացինք, ու դից սկսվեց դա, տենց 15 թվականներ։ Հետո մի քանի կոմպոնենտ կա ինչի։ Բացատրեմ։ Կոմպոնենտ համար 1, դա շատ գեղեցիկ է։ Գրիգոր ջան, շատ։ Երբ որ դու աշխարհին նայում ես վերևից, ոչ թե այդ մի քիչ բանի քիթը բարձր տեսանկյունից, այլ ուղղակի բառից բուն իմաստով վերևից ես դու նայում, տեսարանները ուրիշ են։ Այսինքն միշտ ներքևից մի ձև է, իսկ վերևից ուրիշ ձև է։ Հորիզոնը ավելի բարձր է։ Քանի րոպե եք մնում գագաթին սովորաբար։ Դու ինչքան թույլ դա տալի։ Նու միջինը 10 րոպե, մի ժամ, 2 Այլ ժամ։ լինում է մի ժամ էլ, Մի լինում է օր։ 2 ժամ։ Չէ, մի օր չէ։ Բայց ես օրինակ Արագածի հարավային գագաթին եմ քնել, Հա։ ձմռանը, արևելյան գագաթին եմ քնել ձմռանը, ուզում ասեմ, Գիշերը մնացել ես գագաթին։ Հո, ձմռանը։ Ձմռան։ Այդ գիշերը մնացել ես գագաթին այդքան կարևոր չի, ինչքան այստեղ ասում բանալի բառը ձմռանն է, էլի, որտեղ այնտեղ է, մի քիչ դաժան է, -20, -25, քամով երևի -30 եւ այլն։ Հա, ինչ էի ասում։ Շատ գեղեցիկ է։ Տեսարանն է գեղեցիկ։ Դու անընդհատ, երբ որ աչքդ մի քիչ գեղեցիկ բան տեսնում ես, դու անընդհատ ուզում ես վերադառնաս այդ գեղեցիկ պատկերներին։
ինքը առողջարար է։ Եթե շատ բարձր սարեր չեն 8000 մետրանոց եւ ավել բարձր, որտեղ արդեն արհեստական թթվածին է պետք կամ էքստրա սրտի աշխատանք է պետք, ապա դրանից ցածր սարեր ընդհանուր մինչև 7000 մետրանոց ըստ երևույթին սարերը իրանք վնաս չեն, առողջական վնաս չեն տալի, բայց օգուտ տալիս են։ Օգուտ տալիս են սրտանոթային հիվանդությունների համար, դες բուժման համար, ճնշում, մկաններ, ամեն ինչ։ Այսինքն որտեղ դու քայլում ես, դա ֆիզիկական աշխատանք է, այնտեղ դու քայլում ես նագրուսկա ես տալի։ Հա, դա աերոբիկ, ոնց որ ասած, պարապմունք է, շատ ուժեղ։ Սարերում մարդիկ են հանդիպում բնականաբար։ Այդ մարդիկ հետաքրքիր մարդիկ են լինում։ Ինչի, որտեղ այն մարդիկ, որոնք սարերով հետաքրքրում են, իրենք գոնե մի քիչ տարբերվում են։ Իրանց մտածելակերպը արդեն մի քիչ տարբեր է, հա, նրանք գնահատում են բնությունը գոնե։ Չես կարող էլի չսիրես բնությունը, բայց բարձրանաս սար։ Չես կարող օրինակ չսիրես կենդանիների, բայց բարձրանաս սար, չգիտեմ, դա դժվար կարող է լինի, էլի։ Այդ մարդիկ հետաքրքիր մարդիկ են, սովորաբար իրենք կրթված մարդիկ են լինում, սովորաբար նաև որոշ չափով ֆինանսապես անկախ մարդիկ են, ինչի, որովհետև սար գնալ ինքը էժան հաճույք չի եւ հեշտ չի տրվում, հա։ Եվ հետաքրքիր ընկերություն է այդտեղ ձևավորվում, արժեքավոր ընկերություններ։ Բացի դրանից այդ մարդկանց հետ ում հետ դժվարություններ են։ Ռիսկ է, դժվարություն է։ Ռիսկ է, դե միշտ պինդ ընկերություն։ Փոխօգնություն է, դու չես կարող սար գնաս եւ չօգնես ինչ որ մեկին, որովհետեւ քեզ օգնություն պետք գալ։ Ոնց որ Սուզանավի մեջ, այդպես խոսք կա էլի, Սուզանավի մեջ թշնամիներ չեն լինում։ Չես կարող թշնամություն անես Սուզանավում, մի օր քեզ է պետք էլի լինելու այդ օգնությունը։ Տեսա սոցիալական իր կոմպոնենտն է։ Հետո ուրիշ կոմպոնենտ կա ինքնահաղթահարման։ Բարձրանում ես սար, դժվար է, ասենք բարձրանում ես չես կարողանում, մի անգամ չես կարողանում, երկրորդ անգամ կարողանում ես, անդադ ձգտում ես, կատարելագործվում ես, ուզում ես նույն սարը ավելի արագ բարձրանաս, նույն սարը ավելի հետաքրքիր բարձրանաս, ավելի ավելի բարձր սար բարձրանաս եւ ի վերջո գտնես քո այդ սահմանները։ Մի հարց էլի։ Մենք երեք չառաջորը խոսում էինք Հայկի հետ, ով էր նորավերադարձել Էվերեստից։ Մարգարեն Հայկ։ Այո։ Հայկին դեպ հրավիրել եմ ոդկասթի կնկարենք անպայման։ Ֆանտաստիկ ոդկաստ ալին։ Հա, ես իրան շատ եմ հավանում, շատ եմ հարգում։ Հարցը սենց է։ Կոնկրետ Էվերեստի մասով, իմ կարծիքով Էվերեստ բարձրանալն ու իջնելը մի հատ ֆիլմ կա է, Գարի Պոտերը կարող տեսնել։ Հա, էլի, հա, տեսել։ Մի հատ կադր կա, երբ որ Գարի Պոտերին ասում են, որ պետքա այսինչ կայարանից նստես գնացքը, որը տանում է այդ դպրոց, որը քո հետագա սաղ կյանքը կփոխի, ու այդ կայարանի պատը, նույն դու պիտի պատի մեջով անցնես, այսինքն վիրտուալ բան է, սահմանը։ Ինքը, ինչպես ասում են, քվանտային սկաչոկ է դա, այսինքն դու մի հատ մի մակարդակից անցնում ես ուրիշ մակարդակ։ Հա, որ դու նայում ես sense վիզուալ, չի երևում այդ դուռը։ Դու այդ քայլը անում ես, հետո դուռը բացվում է։ Այսինքն նման բաներ լինում են կամ ծայրաստիճան ռիսկի պահին, կամ երբ որ մարդու կյանքը դոյի պոսլեի է բաժանվում, իդեպ քեզ ասեմ նման զգացողություն կարա մարդը նաև ունենա, երբ որ ծնող է դառնում, հա։ Այսինքն կարևոր կյանքի կարևոր շնչացած կետեր, էլի, հա։ Անգլիայի եւ break point, ինչ որ sense կոտրման, ինչ որ sense կետերն են, էլի։ Հա, ու բայց ինքը գիտես, ոնց ավելի շատ էներգետիկ անցում է, քան ֆիզիկական։ Իմ կարծիքով Էվերեստը հենց տենց սարա, որ ինչ որ մի կետից բարձր դու ոնց որ մտնում ես այդ աշխարհ, այդ պորտալի մեջ ու դրա մեջով անցնում ես ու հետ ես գալի ու արդեն ոնց որ դու ուրիշ մարդ ես։ Okay, ես Էվերեստին չեմ եղել, բնականաբար հենց Էվերեստի վերաբերյալ սա չեմ կարող ասեմ, կստացի Հայկը շատ լավ երևի ես արդեն ավելի ուղիղ, հա, եմ որ ասում եմ կպատասխանի, որովհետև ինքը եղել է, իսկ թվում է այդ աչքի մեջով, հա, անցել է այդ է եկել, եթե դեռ այդ թունելի մեջով անցել է այդ է եկել։ Անտեսանելի է, կստացի։ Հա, ինչ որ տես հասկացա ինչ իրենք, ինչ որ պերեխոդ է, էլի, ինչ որ անցում է։ Նայ, ես մի քիչ կարող եմ պրոյեկտեմ դա ավելի ցածր թեկուս սարերի վրա։ Եղել են դեպքեր, որ իմ համար սարը այնքան բարդ է եղել, որ միգուցե շատ լավ պատրաստած մարդու համար կարող է Էվերեստն է այդքան բարդ։ Կամ ես մարդկանց եմ տարել սար, ուղեկցել եմ անձամբ, որտեղ ուղեկցում եմ։ Ոչ, այդ իմ նշած բոլոր սարերը ուղեկցել եմ, բոլորը։ Ես անձամբ ուղեկցել եմ։ Դա փոքրիկ տենց հոբի է, որը կարելի ասել դե նա այսպես ասեմ, համատեղել օգտակարը հաճելիի հետ, հա։ Դե եթե մի հատ ես գնում, արի մարդել տար հետ, ոնց որ ասած։ Ուզում ասեմ գլխավոր դրայվերը դա փող աշխատելը չի տեղ եղել իմ մոտ, այլ եղել է համատեղել հաճելին օգտակարի հետ։ Բայց այնուամենայնիվ շատ հետաքրքիր բիզնես է։
Վերջը եղել է մարդիկ, որ ես տարել եմ ինչ որ սար ու իրանք ասել են, որ մի քիչ էլ սրանից բարձր լիներ կամ բարդ լիներ, իրենք չէ կմեռնեին։ Դե ես գիտեմ որ չէին մեռնի, բայց իրանցը տենց է թվացել։ Ու իրանք իրանց ասելով այդ ինչ որ մի հատ տենց լիմիտը անցել են ու հետ են եկել, ու իրանց կյանքը դրանից հետո փոխվել է։ Ես մարդ գիտեմ, որ ահա որ դժվար բարձրացել է օրինակ Կազբեկ լեռը, ու դա այնքան անշրջելի հետևանքներ է իր վրա թողել, որ իր ասա կյանքը փոխվել է դրական իմաստով։ Այո։ Ինքը ոնց որ մի հատ ուղեղի թերապիա լինի, քեզ հաղթահարելու թերապիա լինի, որովհետև դու քեզ թվում է, որ դու չես կարող, բայց հետո քայլելուց ասում ես չես կարող, մեկ էլ ասում ես չէ, պետք է գնամ։ Okay։ Կներես մի հատ բան էլ նշեմ, ես մի հատ օրենք ունեմ, երբ որ մարդկանց ուղեկցում եմ, ու նույնիսկ ես էլ ինքս եւ որ ինձ եմ ուղեկցում, սար բարձանոց չկա մարդ, որ չնվնվա կախվածը բարձրությունից, էլի։ Ի վերջո բարձրությունից ու հեռավորությունից, երբ որ իմ մոտ նվնվում են, ասում եմ դու ունես 3 անգամ նվնվալու իրավունք։ Դրանից հետո քիչ նստեմ։ Ինչ եմ ասում 3 անգամ։ Դե առաջ անգամ ոնց էլ չլինի կնվնվա։ Երկրորդ անգամն էլ շատ շուտ նվնվում են, երրորդ անգամ էլ չեն նվնվում, որտեվ իրանք գիտեն, որ առաջի երկրորդ նվնվալու արանքը իրանց արդեն թվում էր, որ մեռնում են։ Բայց հաղթահարել են, ի կարող է երրորդի միջև էլ է նույն տարածությունը։ Ու սենց մարդիկ գնում են, որովհետև ամեն ինչ մեր ուղեղում է, Գրիգոր ջան։ Իրականում մարդկային լսած կլինես դեպքեր, երբ որ առյուծը հարցակվի մարդու վրա վագր, այդ մարդը 10 մետր թռել է։ Այսինքն եթե հիմա ասես, չգիտեմ, են օլիմպիական մարզաձևերում ցածկողներին, իրանք չեն կարող դա անեն։ Բայց ադրենալինի ճիշտ ժամանակ է, որ դու ուղղակի լրիվ փոխ, այ երևի այդ ես դու ասում ես, ճտիկը, որ Точка невозврата։ Այ ինչ որ այդպես մի հատ պահ է։ Որ դու այդ սահմանը անցնում ես, всё։ ու վերջ բացվում է այդ լրիվ, բայց դու դա չգիտես, դու դա պետք է բացահայտես, որ իմանաս։ Բացահայտեցիր ու մեկ էլ դու հասկանում ես դրա կայֆը։ Ոնց ես էսի կարողացել եմ, հələ մի հատ ավելի փորձեմ ու տենց մարդիկ փորձում են, գնում են Everest, գնում են K2, գնում են ստեղ ընդեղ, ու դա շատ լավ է։ Ну, մեկ-մեկ էլ դա չարաշահում են ու ցավոք սրտի շատ ված բաներ է պատահում, որովհետև դա խաղ է, շուտի։ Հա։ Խաղա սահմանին։ Սահմանին, հա, խաղա սահմանին։ Ես Դնես բիզնեսում էլ չէ՞ դա կա։ Հա, Բոլորս, այսինքն ռիսկի, ճիշտ ասում են ով չռիսկ չանում, շամպանսկի չի խմում, բայց դա ռիսկ է կա, մարդիկ ռիսկ են անում ու այ բրց։ ես Բիզնեսը։ մի հատ տերմին կօգտագործեմ, որը շատ օգտագործվում է ավելի մետաֆիզիկ պրակտիկաներում, բայց ձեր հոբիում էլ դա կա, դա ինիցիացիան է։ Ինչ է ինիցիացիան, երբ որ դու մի բանից չափման միավորից անցնում ես մյուս չափը։ Level, Հա, ոչ թե զարգանում ես քո ստոյի մեջ, չէ, դու չափման միավոր ես փոխում, դու կալիբր ես փոխում, քաշային կարգ ես փոխում։ Օրինակ աֆրիկական բաներ կան, ցեղեր կան, որտեղ տղան պետքա տղամարդ դառնա առյուծի հետ կռվելուց հետո։ Հա, ինչ որ տես, հա, challenge Գնում, հա, այսինքն դու քո մեջ բացահայտում ես այն ամենագերբնական ուժը, այն ինչը sense պայմաններում չի բացահայտվում։ Հա։ Հա, այսինքն մեր մեջ բոլորիս մեջ մի հատ ուժ կա, որը բացվում է, երբ որ մենք այդ սխրանքն ենք գործում։ Իմ կարծիքով, թե Էվերեստ հելնելը, թե Արարատ հելնելը, թե այդ բարդության սար հելնելը, դրա ինիցիացիայի մի տեսակ է, ու եթե մենք նայում ենք էլ որտեղ կա ինիցիացիայի ձևեր, այդ գնում ենք հեքիաթներ օրինակ, հերոսը իր ճանապարհը, երբ որ գնում է հաղթում է դևին 7 սար հետև 7 ինչ չգիտեմ ծով լրիվ հետև դրա մասին մասին է։ Այսինքն այն բերկրանքը, որ Ոդիսականը։ Հա, էլի Այսինքն իհարկե։ Այսինքն երբ որ մենք խոսում էինք իրար հետ, ես ասում եմ տղեկ ինչ եք զգում, ինչն է ձեզ մղում, այդ հերոսի ճանապարհն է, երբ որ դուք անցնում եք ու ձեր մեջ մի հատ ուժ է բացվում։ Կստացի ամեն մեկս մերը ունի։ Սար չելնող մարդը նույնպես կարա իր առյուծին հանդիպի ու սպանի։ Ուրիշ ոլորտում։ Հա, իդեպ էս էլ է շատ հետաքրքիր, այն մարդը ով այդ սխրանքը գործում է, ինքը լրիվ հայտնվում է ուրիշ իրականության մեջ։ Լրիվ ուրիշ, ոնց ասեմ, Լայ, ես ասում 14 թվականի եսը եւ 14 թվականից հետո եսը, հա, լրիվ դու չասում լրիվ տարբեր մարդիկ են, բայց էապես շատ տարբերվող։ Ու դա անդրադարձել է նաեւ բիզնեսին։ հենց այդ է Հիմա քանի որ մենք ուղիղ կապ ունի քո բիզնեսի հետ։ Եթե ես այդ սարերը, այդ հաղթահարման, այդ պրոցեսները չլներ, այդ դժվարությունը չլներ, վաղուց արդեն հանձնված ինչ որ կետերում կարող է հանձնված լինել։ Իհարկե։ Բոլոր բիզնեսերում ռիսկեր լինում են, հա, ֆլուկտուացիաներ, շուկայական փոփոխություններ, չգիտեմ, դոլարի կուրսը ընկավ, ինչ որ քաղաքական իրավիճակ փոխվեց եւ այդ փոփոխական իրավիճակը լեր գնացողը շատ լավ է հասկանում, որտեղ դա եղանակա փոխվում, այնտեղ քարաթափություն կա,
այնտեղ ձնահոս կա, ընդ որում բաներ են դրանք, որ քեզանից կախված չեն փոխվում։ Դու էլի կարող ես քո ճանապարհը ճիշտ գծես, քո ստրատեգիան բարձրանալու, քո ռեսուրսները, այսքան ջուր պետք է տանեմ, այսքան ուտելիք պետք է տանեմ, հա, բայց մեկ էլ տեսար, որ ինչ որ մտտեղ բարձրանում ես, փոխվում է եղանակը կամ ինչ որ օրինակ ձյունա թափվում, ճանապարհը փակվում, հա։ Դե հիմա սա պրոյեկտինգ բիզնեսի վրա։ Լոլիկի աճեցումը այսօր Հայաստանում։ Օրինակ եմ ասում, հա։ Այո։ Ճիշտ դրած բիզնես պլանով, այս սարքենք, այսքան գազ ենք ծախսում, դե այսքանով կտանք, այսքան ռասխոտ կունենանք, հա, այսքան թափոն կունենանք, բայց այսօր գիտենք ինչ վիճակ է։ Այդ մարդիկ չեն կարող իմանային։ Իհարկե։ Պետք է դիմանան։ Ահա։ Հիմա չեմ ասում, որ այդ մարդիկ պետք է սար գնան։ Ամեն մարդ իր ասենց ասած փորձառության ճանապարհը ոնց ունի, էլի, բայց ուղղակի համարել, որ սարերը դա ինչ որ մի հատ մարզաձև է, այն որ մարդիկ ասած ուղղակի մի քիչ ուժիշ ձև է, դրա համար գնում են ասես սար, չէ, դա այտենց չի։ Դաժե ես ասեմ, սարը դա այդ մակարդակի, հա, բարդության սարերը, դրանք այդ հերոսի ճանապարհն է, որի ժամանակ ներքին այդ սուպեր էներգիան, սուպեր բանը զարգանում է, իդեպ այս թեմայով կա շատ լավ գիրք, միջազգային, հա, Նիցշեի այսպես խոսած զրադաշտը, ֆանտաստիկ գիրք է։ Ու ամբողջ գրքի իմաստը նա է, որ ցանկացած մարդ իր մեջ ունի այդ բաժեստվնի, այդ հզոր գերմարդուն, Գերմար դառնալ այո, ճանապարհը։ որը կարա բացահայտի։ Հիմա այդ նման բարդության, որոնք ընկած են մեր հնարավորության սահմանից այն կողմ, հա, հաղթահարումը, այ հենց այդ է առաջացնում։ Այսինքն դու գիտես, որ քո ֆիզիկական պատրաստվածությունը, քո ասած, միջև ստեղ է հերիքում։ Այդ կետից վերև այդ մեկի մոտ կարա 3000 մետրից սկսի, մեկի մոտ 4000-ից սկսի, մեկի մոտ մի սարի դեպքում 4-ից սկսի, մյուսից 5-ից սկսի, այդ դա է միանում։ Այ քեզ զգալ այդ էներգիայի մեջ այդ քո ներքին այդ ուժեղ էներգիան զգալը իմ կարծիքով մեծ ճանապարհ է։ Դու անընդհատ նոր դռներ ես բացում, անընդհատ նոր լեվելներ ես բացում, անընդհատ նոր հնարավորություններ, հմտություններ ինքդ ես հսկում ես։ Այդ էներգիա ակտիվացումը փորձի հետ մեծանում է։ Ու այդ ժամանակ ես կարծում եմ արդեն մարդը սկսում է սխալվել։ Երբ որ ինչ որ մի հատ կետ է գալի, դու Էվերեստ ես բարձրացել 3 անգամ, օրինակ 4 անգամ, ինչ որ մի կետից դա արդեն մարդու մոտ կորում է։ Ու այդ ժամանակ դու արդեն դեմ դիմաց կարաս հայտնվես իրավիճակ, օրինակ ես վերջում երևի ուզում ես ասես ինքնավստահությունը այնքան է շատանում, որ սկսում ես ուշադրիչ, բայց դու մոռանում ես, որ դու մարդ ես, մահկանացու մարդ ես։ Հա, որ արդեն ուշադրիչ չես լինում այն փոքր նշաններին, որը վտանգներ կարող է, հա, կարող է։ Այսինքն իմ ասած этаպից հետո դա սկսելու է ինչ որ կետից։ Դա գերպրոֆեսիոնալի սինդրոմ կարելի է անվանել, երբ որ մարդ գերպրոֆեսիոնալ է, ինքը համարում է իրան անսխալական ու արդեն թույլ է տալիս անուշադրական սխալներ, որտեղ իրան թվում է, որ ինքը արդեն ամեն ինչ տեսել է։ Այո։ Նայ իրականում սխալանքը որտեղ է, երկու ուղղության մեջ է։ Մեկը նորեկներն են սխալվում։ Շատ նորեկներն են սխալվում, որտեղ ասում են, ես արդեն ստեղ եմ, իրանց ինքնավստահությունը վերևն է Դանի Կրյուգերի կորն է, էլի։ Ասես նացած մի քիչ էս կողմից պետք է ցույց տամ վերևս, ասում եմ կոր է։ Ինքնավստահությունը բարձր է, բայց փորձառությունը շատ քիչ է։ То есть X առանցքում փորձառությունն է, Y առանցքում ինքնավստահությունն է։ Իրանք ասես մոտ պիկ ունեն։ Այդ մի տարի, 2 տարի այդ պրոֆեսիոնալ նույնը մեր կյանքում էլ է, էլի։ Երեխաներն էլ են այտենց, այնց որ սկսում են արդեն խոսալ վազել, ման իրանք թվում է, որ իրանք արդեն ամեն ինչ կարան։ Բայց այդտեղ իրանք մի հատ հարված են ուտում ու գնում են ներքև։ Հետո նոր դանդաղ բարձրանում են, արդեն դառնում են պրոֆեսիոնալ։ Ուտելն են սկսում սխալվել, շատ պրոֆեսիոնալ են դառնում, հա։ Այո։ Մեզ միշտ թվում է, որ ամենապրոֆեսիոնալ մարդիկ չեն սխալվում, բայց չէ, դες չէ։ Այդ ակրած մեջտեղի մարդիկ են, որ իրանք ասում են, բայց մի րոպե ճիշտ եմ, իրանք վերաստուգում են իրանք նորից review են անում, են անում, այն նորեկներն էլ չէ, այն շատ փորձառուներն էլ չէ, ուստեք է էլի, որ ես ուստա եմ, էլի գիտը տանգած արդեն էր փորձա։ Հաստատ։ Այս վերջում դեպք եղավ մի քանի օր առաջ, հայտնի խումբ էր, չէ, հայտնի լեռնագնաց մահացավ։ Նիրմալ Պուրջանին ով էր ինքը։ Ոյ, ինքը շատ հետաքրքիր, պատմեմ, հա։ Հա։ Շատ հետաքրքիր անձնավորություն է, նայ, իրականում վերջի 10 տարիների ընթացքում ինքը վատ կարողան չի, բայց մարքեթինգային տեսանկյունից շատ
հզոր գործարել ալպինիզմի համար։ Ուրեմն ինքը շերպա, այսինքն ծագումով ինքը շերպեր դրանք ազգություն է Նեպալում, ինքը շերպա ծագումով նեպալցի, բայց որը ապրում էր Մեծ Բրիտանիայում։ Ու ինքը դից իր ուղեղում թիրախ է Հատուկ դրել։ ծառայությունները մա չէ Հատուկ աշխատել։ ծառայություններ, զինվոր եւ այլն, բայց դա հիմք չի, որ դու դառնաս նիմս էլի։ Ու ինքը իր արժեվ դրեց խնդիր, որ պետքա ես 6 ամսում բարձրանամ բոլոր 14 հատ 8000 մետրանոց գագաթները։ Ու կինո կա Netflix-ում Project Possible է կոչվում, կարելի է նայել, մի հրաշալի կինո է, ֆանտաստիկ գեղեցիկ կիսադոկումենտալ ֆիլմ է, ու դա արեց։ Ունդեղ ասում է, դու նա վարկը գրավ դրել, էս արել, այն արել եւ այլն, ու ինքը իրոք կարողացավ 6 ամսում 14 գագաթը բարձրանալ։ Իրականում հետո իր ռեկորդը խփել են, անես չի չեն խփել։ Բայց ինքը դա արեց առաջինը, բոլորը ասում են դա անհնար է։ Բայց ինքը ասես դե լավ անհնար է, ես կապացուցեմ որ դա հնարավոր է։ Այ հենց այդ բանն է, էլի սեփական սահմանները անցնելու այդ գաղափարն է։ Ու դա արեց, հետո ինքը իր բիզնեսը ունեցավ, հետո էլի սարը բարձրացավ, լսի 57 անգամ 8000 մետրանոց սարա բարձրացել, ասեք այդ խայտարակություն է, էլի։ Որովհետեւ ես 57 անգամ նույնիսկ 55000 մետրանոց սա չեմ բարձրացել որպես այդպես։ Իսկ դա կատեգորիկ տարբեր բաներ են, էլի։ Էվերեստ քանի անգամ է բարձրացել։ Չգիտեմ քանի, բայց ինքն է սարերը բարձրացել, կա երկուսն է բարձրացել, Ձմեռային կա երկուսն է բարձրացել։ Էվերեստը մի քիչ դից բան է, ինքը գովազդային կետ է, բայց կան սարեր, որոնք պրոֆեսիոնալ ալպ լեռնագնացների մոտ շատ ավելի արժեքավոր են, քան թե Էվերեստը։ Օրինակ, Կա երկուսը, չգիտեմ, էլի բանում է Հիմալայաններում է։ ինքը Կարակորումում է, Պակիստանում է, էլի Հիմալայների շարունակությունն է Կարակորումը, Նանգա Պարբատը Հիմալայներում, էլի Պակիստանում է, Անապուրնան, Նեպալում է, Կանչենջանգան, էլի Նեպալում է, դրանք դες անուններ են, որոնք Իսկ կա չէ՞ միած սար, որը չեն բարձրանում։ Մենակ ստորոտում են լինում մարդիկ։ Լսի, այդ կայլաշնա, բայց իրան չեմ բարձրանում ոչ թե որովհետև ինքը բարդ է, այլ որովհետև ինքը սրբատեղի է։ Էլի կա, կարծեմ Մաչապուչարենա, կարծեմ էլի Նեպալում, որ էլի սրբատեղի է, բարձրացել են 10 մետր գագաթին մոտիկ, հետո գագաթ չեն բարձրացել, իջել են։ Հա, հատուկ, հա։ Հա, կան, ընդհանրապես սարերը սրբատեղի լինում են, հոգևոր ինչ որ բան կա իրանց մեջ։ Հիմա դա օբյեկտիվ իրականությունից է թե սուբյեկտիվ, ապացուցողական է թե չէ, բայց էական չի դրա մեջ չխորանանք, բայց երբ որ ցանկացած մարդ գագաթ է բարձրանում, ինքը ասում է, «Վաու, դա ուրիշ զգացողություն է»։ Դե արի այդ չափենք։ Չեմ կարող, չէ։ Դա ոչ բարձրությամբ է չափվում, ոչ եղանակով է չափվում, ոչ մի բանով չի չափվում։ Դու բարձրանում ես, մի անգամ դու կարող ես ասես, «Վաու, էս ինչ լավ է», մյուս անգամ լաց լինես, մյուս անգամ անտարբեր լինես։ Մարդկա իրոք լացում է սարերի գագաթներին։ Ուղղակի բարձրանում է եւ լացում է։ Շնորհակալություն հայտնում գագաթին, շնորհակալություն հայտնում բնությանը, Աստծուն, աստվածներին, ամեն մարդ իր ինչ որ ձևի, բայց այո, սարի լեռան գագաթին ինչ որ բան փոխվում է։ Հիմա ես չգիտեմ, տակ ինչ որ դաշտեր են թե ուղղակի փոխվում է, հոգեբանական բան է, բայց դա փոխվում է որ հաստատ։ Ինիցիացիա է, իմ կարծիքով, որտեղ հենց միանում է այդ էներգիան ու մարդը քվանտային անցում անում մի վիճակից մյուսին։ Միգուցե վերջը Նիմսը Նիրմալ Պուրջան այդեն շատ հանրահայտ լեռնագնաց դառավ, իր թիմը ուներ, իր բիզնեսը ուներ շատ լավ զարգացող, Elite Exped, բաներ էլի լեռնային ալպինիզմի ընկերությունն է։ Ու փաստացիորեն իրանք էլի կոմերցիոն հիմա բանի մեջ էին, Broadpeak սարի վրա, կոմերցիոն վերեք էին անում։ Ինչ որ բան երևի ճիշտ չհաշվարկեցին, կամ չտեսան, կամ միգուցե չէին էլ կարող տեսնել, բայց զնահոսք եղավ։ Զնահոսքը լավինան է, էլի։ Avalanche կամ էլ անգլերեն, ֆրանսերեն, ու լավինան քշեց տարավ, բոլոր 10-ն էլ մահացան։ Այս ընդհանրապես 2 օր առաջ էր, 2-3 օր առաջ տեղի ունեցավ, շատ ցավալի։ Բայց եւս մեկ անգամ ուշում է, որ ով էլ լինես, ով ուզում է լինես, ուզում ես Նիմսերի, ուզում ես Մեսներն էլ էլի պապաներից է, էլի Պելենա ոնց որ, էլի Մարադոնան է, էլի ալպինիզմի, հա, ով ուզում ես եղի, սա է վերջի խոսքը միևնույն լեռնն է։ Իհարկե։ Դա վերջին չէ, вообще վերջի խոսքը։ Ով ուզում ես եղի։ Այո, պետքա գագաթը նվաճել առանց այդ հարգանքը հիերարխիան խախտել։ Մենք չենք նվաճում։ Այդ էլ մեծ խնդրեմ է, այդ սովետից է գալի։ Ոնց է ռուսերեն նվաճել բառը ռուսերեն մոռացա։ Վերջը սովետում դες քանի որ ալպինիստների մեծ մասը բանից է լեռնային զինվորներ էին իրանք։ Իրանք նվաճում էին գագաթը։
Դες նվաճում էին, տենց էին անվանում, որ մենք նվաճեցին գագաթը։ Ոսոր գնացինք ու դրոշը տնկեցին գագաթին։ Ոնց որ գնաց տշնամու շտաբում դրոշը տնկես։ Այսինքն ասած շուտ անտագոնիզմ էր, էլի սարին պետք է սարը պետք է հաղթել, հաղթահարել, հա։ Այդ ինչ որ սովետական բան է, էլի։ Բանում արևմտյան մշակույթում չեն սարը չեն հաղթում։ Ճիշտ է հիմա ռուսներն էլ չեն, էլ այդպես չեն արտահայտվում Իսկ նվաճել։ ո՞նց են արտահայտվում։ Բան բարձրանալ սար, հա, climbing, զամրացնա գրո, ինչ որ բարձրացանք։ Հարգանքով, այսինքն Հարց միանշանակ։ այդ սարի վերջին խոսք ասելու ստատուսը չեն խախտում։ Դե նույնիսկ եթե սարը վերջի խոսք չունի էլ ասելու, ինչ հաշակում նվաճեցի, այն մարդը չի պաշտպանվում։ Սարը չի պաշտպանվում, ինքը հո նպատակային քեզ քարաթափություն չի անում, որ դու մահանաս կամ ինչ որ եղանակը փոխվում է։ Բնության process է, հա, որպես այդպեսին մի քիչ ճիշտ չի երևի բնության հանդեպ այտենց կամ ինչ արել հաղթեցի շանը օրինակ շուտ էլ չի բնություն է հա ինչ ես հաղթում իրան երևի հաղթել մեկը մենակ մարդուն կարող է հաղթի որտեղ դու հավասար ես ոչ քեզանից ցածր է ոչ քեզանից բարձր սարը նախ ուրիշ կատեգորիա է բնություն է դա կամ այլ կենթանին այս նույնը հլարի տարածենք այն դեպքերի վրա երբ որ բժիշկը պայքարում է այդ սահմանային վիճակում գտնվող պացիենտի կյանքի համար պայքարը միշտ կողմա չէ ընդհանրում ում հետ է պայքարում իրականում այդ կողմը կա կստացի կարող է եւ կա այդ կողմը կա բայց այդ կողմը սահմանից այն կողմ գտնվող կողմը լսի դե պայքարումը ինչ հաշակում պայքար արի մա definition-ը տանք պայքարել նշանակում է ոչ միայն պաշտպանվել նաև հարձակվել չեմ կարծում որ բժիշկը հարձակվում է բժիշկը все-таки պաշտպանվում է հա եթե համարենք մահը դա անտագոնիստ կողմը որ եկել է մահին պետք է հաղթել մահին դու չես սպանում չէ դու պաշտպանում ես մահից սուբյեկտին կամ օբյեկտին արդյոք կարելի է ասել կարելի է հաղթել մահին որտեղ պաշտպանվելով դու կարող ես հաղթելի վերջո լիքը օրինակներ կա որ մարդիկ պաշտպանվելով հաղթարած են դուս եկել բայց դա պայքարը պատերազմ չի որտեղ պատերազմը սոտիկ պետք է հարձակվես էլի մահի վրա ոնց հարձակվես շոշափելի բան չի, չէ՞։ Ոնց հարձակվես մահի վրա։ Կամ ինչ հաշակում սարը հաղթեցի, ոնց հարձակվես սարի վրա, ինչա որ իրա վրա քայլում ես ոչ խոտուտ է իրան, ոչ ասեք ինչ հաշակում հաղթեցի սարին, հա։ Այդ մարդկային էգոից ծնված մարդը որ կարող է հաղթի, հաղթանակի եւ այլն, դե մենք այտենց թերի կերպարներ ենք, երևի որոշ շապով ու այտենց պրոյեկտում ենք այդ ամեն ինչը եւ մեզանից ավելի թույլ կենթանիների, եւ ավելի մեծ կենթանիների վստահ եմ մարդիկ լիքը կետեր են ոչնչացրել, կարմիր գրքի են ընկել, բայց այդ կետերը մարդուց, չգիտեմ, 50 անգամ մեծ են, բայց տակը բան չի մնացել, կամ ինչ ահռյուծ, փիղ բան։ Մենք մի քիչ տենց ունենք, էլի խասյատ տենց, գիտես, գորոզ ձևով փչացնել մեր շրջապատը, հերթահասել է սարերին։ Ոչ, սարեր ուժ ունեն։ Կպատասխան։ Okay։ Հիմա ես ուզում եմ վերադառնալով կյանքին, նյութական կյանքին, սարերից վերադառնանք։ Նայ, քո անձի մեջ առնվազն 4 կերպար ռադիոյի եւ պրոդյուսինգի աշխարհի, հաղորդավարության, դիջեյության աշխարհի արտաշեսը, ալպինիզմի աշխարհի արտաշեսը, որը ընդհանրապես կարծում եմ հոբիի մակարդակ չի, սա պրոֆեսիոնալ է, մի բան էլ ավել է, բիզնեսի աշխարհի արտաշեսը, ընտանիքի արտաշեսը Եվ նաև ինչ չէ դու նաև ծրագրավորման ու ծրագրավորող ես ու այդ աշխարհում կաս դե բիզնեսը ավելի շատ կարելի է դա համարել դա կապենք բիզնեսի հետ բոլոր այս կետերը կպնում են ու գալիս է մի հատ պարզ այսպես ասած insight հա հետևություն որ երբ մենք ասում ենք որ մարդը պետք է մի բանով զբաղվի ու դրանում լինի պրոֆեսիոնալ հետ սովետական այս մոդելը հա մտածելակերպի այդ միֆ է Եթե մարդը իր մեջ ունի էներգիա ու տաղանդ, ինքը կարա քո նման համ լինի պրոֆեսիոնալ ալպինիստ, խմբեր տանի դա էլ է բիզնես նաև քո համար, այսինքն դու խմբեր ես տանում բացի ինքդ բարձրանալուց, լինես ծրագրավորման բիզնեսում, ունենաս մասնագիտություն եւ համատեղես այսքան տարբեր դերերը մի մարդու մեջ։
Իդեպ ես սա ասում եմ, որովհետև ես ինքս դերեր համատեղելու մեծ բան ունեմ։ Այդ ու մեզ ոդկաստ։ Հա, այս թվում եւ այս ոդկասթը։ Ու հաճախ մի դերին սովոր մարդ, երբ որ քեզ տեսնում է մեկ այլ դերի մեջ, օրինակ ես ընկերներ ունեմ, լրիվ բիզնեսի մեջ, կլուբի տղաները, երբ որ ինձ տեսնում են օրինակ վեբինար ունի Գրիգորը մետաֆիզիկայի թեմայով, ասում են այս տղերն էս ինչ անում են։ Ամենանում։ Հա, ինչ է։ Բայց դա շատ լավ է։ Հա, մի հատ օֆիս ունեի ես փողոցի վրա։ Մենք շատ լավ ավակ ընկեր ունեինք, այդ տարածքի տերներ։ Մի օր ժանգլերություն եմ անում, դե ուղեղի երկու կիսագնդերի համար շատ օգտակար վարժություն է։ Միշտ անում եմ, տենց օրը մի 10 րոպե, հա։ Մեկ էլ պատուանից sense տենում, արա ասում է Գրիգ ջան, այդ մի բանն է թող մենք անենք էլի։ Սա վերցրել։ Հիմա իմ կարծիքով մենք կարող ենք համատեղել բազմաթիվ դերեր ու ոչ թե հենց սիրողական մակարդակով, այլ պրոֆեսիոնալ Ես կարծում եմ մենք պետք է։ Հա, այդ ուսկը սպեցիալնիստը, այդ ոնց ասեցիր, ես սովետական, հա, սովետի ժամանակ այդպես չէր, չէ՞, մարդիկ շուտով լայն ավելի մտավորություն ունեին, բան եւ այլն, հոբիներ ունեին, ինչ-որ կրուժոկներ էին գնում, այս կամայնքում։ Ես կարծում եմ, որ դե մի ժամանակ երևի 5-6 բանով զբաղվելն էլ այդ մի քիչ շուտով հոր չստատես, բան, բայց գոնե 2 բանով մարդ պետք է զբաղվի, գոնե 2 բանով։ Իհարկե ոչ կարող է դա 50-50% չի։ Կարող է 70-25 է զբաղվում, կամ ասենք, չգիտեմ 66-33 է զբաղվում, չգիտեմ ընդ էլի ինչ որ տենց։ Ուրիշ չափան մի որ կարի ասեմ, էլի։ Այստեղ ոչ թե դու կիսում ես այսքան տոկոս սրանով եմ զբաղվում, այսքան տոկոս դու երկու տեղում ես 100%-ով զբաղվում ես, ուղղակի որ այդ էներգիան դու ունես, դու հիմա օրինակ երբ որ սար ես բարձրանում 100%-ով սարի մեջ միանշանակ, բայց քո ընդհանուր ասում եմ, քեզ տված 24 ժամի 24 ժամի մեջ կամ 365 օրվա մեջ, հա, ինչ որ ֆլուկտուացիաներով, բարձա մեկը պետքա գերակշռի, որովհետև գոնե մի ոլորտում դու պետքա ավելի ոնց ասեմ, մի քիչ ավելի հիմնավոր ելնես։ Հա, երևի թե դա այդ բիզնեսը ամենակարևորներից է, ինչի որովհետև պետք է ապրես։ Իհարկե։ Պետք է զարգանաս։ Հիմա աշխարհն է, տենց որ զարգանալու համար էլ գումար պետք է նշ, որ պետք չի կամ սիրուն պլաստիկ եք ունենալ, երաշտական ինչ որ լավ ինչ որ մեքենա ունենալու եւ այլն։ Իդեպ ես կուզենայի նաեւ ձեր կարծիքը լսեի այս թեմայի հետ կապված, ինչքանով եք դուք ինքներդ ձեր մեջ պատրաստ մի քանի ես ունենալու եւ այդ եսերը ռեալիզացնելու։ Դա մեկ, երկրորդը արդյոք համաձայն եք ես մտքի հետ, թե կարծում եք, որ մարդը եթե զբաղվում է օրինակ նեղ մասնագիտական մի հատ գործով, պետք է դրա մեջ վարպետ դառնա ու ամբողջ կյանքը նվիրի դրան։ Էլի թող, գոնե 10%-ը թողնի ուրիշ բան, էլի, գոնե 10%-ը։ Դա չի խանգարում։ Okay, կարող է 2 տարի ուշ դու հասնես քո այն ձենին։ Իսկ թվում ավելի շուտ կհասնես, եթե էներգիատ տարբեր զամբիոնների մեջ պահես։ Իհարկե։ Հայտնի բանի նման էլի։ Իհարկե, շատ հնարավոր։ Ու լինել այդ դերերի մեջ սիրուն անցում կատարող, հա, այդ էլ ուրիշ արվեստ է, որ դու վերցնում ես, իդեպ ես քեզ ասեմ, ես բավական երկար ժամանակ դրամատիկական թատրոնում Սևակի պոեզիայի դասերի եմ գնացել։ Ասենք հիմա դու ինձ ես բասայտում ես, բայց ոնց որ բասայտումները դա շատ դեվելու էլի որ մենք նայենք, իդեպ սա էլ արխետիպի տեսակ ունի, երբ մարդը տարբեր ուղղություններում էլի կարողա լինի նույնքան կոմպետենտ, հա, ինչքան մի ուղղությունում այդ բանի, եթե Յունգով նայենք, Հերմեսի արխետիպն է, կարող եք ուսումնասիրել, այդ այն մարդն է, այն աստվածն է, հին դիսաբանության, ով համատեղում է տարբեր դերեր, տարբեր վաճառականից, հա, դեմքերը փոխում է, հա, դա արխետիպ է, այսինքն եթե դու քո մեջ այդ արխետիպի էներգիան բացում ես, մենք կարող է մի օր, օրինակ, քեզ տեսնենք, լրիվ մի հատ ուրիշ տեղ, օրինակ կինս ասում եմ ես չեմ զարմանա, մի օր օրինակ գնանք Իսպանիա, մտնենք մի հատ ինչ-որ կաֆե, կամ ես խոսքի մտեմ, տենամ դու ընդեր նստած, մի հատ ինչ-որ բենդի հետ բանես նվակ։ Ես էլ եմ բաղել։ Այս շատ հետաքրքիր է, այս մեսեջը ես ուզում եմ այսօրվա մեր podcast-ից տակ, որ կարա մարդը շատ հարուստ կյանքով ապրի ու ես կարծում եմ, որ մի կյանքը լրիվ բավական է, որ դու ունենաս այդ մի կյանքի մեջ 5 այլ կյանքեր։ Թողլինի։ Մենք հաշվեցինք քոնի դեպքում։ Դե 4, հա, դե կյանքը դեռ չի ավարտվում, ինչ գիտես ինչ ա մեզ սպասում։ Դեռ շատ կա։ Իհարկե։ Մերսի շատ, Գրիգոր ջան։ Քեզ էլ մերսի։ Հրաշալի ոդկաստ էր, սենց շատ տենց օրգանիկ, սահուն, ես էլ լիքը բան սովորեցի։
Ես էլ փոխադարձաբար։ Դե եթե դուք ել կունենաք կարիք դիմելու, ունենալու գործընկեր հենց թվայնացման ոլորտում, կարող եք ունենալ Արտաշեսի նման շատ բանիմաց մարդ, գործընկեր, ով իր թիմով կարա ձեր ամենաբարդ խնդիրները լուծի, application-ից մինչև կայքեր, կայքերից մինչև բիզնես պրոցեսների թվայնացում, բիզնես պրոցեսներից մինչև կառավարման համակարգի թվայնացում ու ստեղծում եւ ոնց որ Արտաշեսը ասեց, դուք կարող եք ձեր բիզնեսը վերահսկել, կառավարել լինելով լրիվ on-line մի հատ սարի վրա քո հետ նստած հեռախոսից կառավարել։ Ավելի հաճելի։ Այո։ Դե շնորհակալ եմ, որ եկար։ Այն օրն էլ մենք երբ որ հանդիպեցինք, դու ասեցիր սարերի մասին, ես ասի ստոպ, պետք է մենք շուտ նկարենք մի բան շատ արագ, որովհետեւ իմ համար քո նման մարդիկ իրանք անverջ բացահայտվող մարդիկ են ու կարծում եմ այսօր մեզ ստացվեց մի փոքր էլ բացահայտել մեր ունկնդիրների համար։ Մերսի շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Դե տվեք ձեր հարցերը տեղափոխվելով մեր երրորդ աթոռին եւ Արտաշեսին եւ ինձ եւ մենք բոլոր հարցերին սիրով կպատասխանենք ու նաեւ ձեր կարծիքը գրեք այն թեմաների մասին, որոնց մենք անդրադարձանք ու քննարկեցինք։ Դե, ինչ հանդիպում։